Ես Սարո Թովմասյանի արվեստի երկրպագուն չեմ, թեև բացահայտել եմ իր վերջին երգը ու ցնցված եմ այդ երգի գեղեցկությամբ։ Ես եմ դու ես սերը։ Երբ այդ երգը սկսվեց, ինձ թվաց Whitney Houston-ի ինչ-որ մի հատ երգ է, որը ես չեմ լսել։ Քրեական հեղինակություններ եւ կրակոցներ Երևանի սրտում։ Երևանը դառնում է Պալերմո։ Italiano Palermo։ Անձնական օգտագործման օլիգարխներ, որոնց զավակները, որոնց շրջապատը ով ինչ ուզեցել է արել։ Լրագրողներ էին կորում, մարդիկ էին կորում, միշտ էլ դա եղել է։ Երբ որ ես ապրում եմ մի իրավիճակում, երբ Ալիևը համարվում է հնարավոր բարեկամ եւ զուգահեռ իրականությունում կաթողիկոսը համարվում է թշնամի, այստեղ իմ համար գեղեցիկը վերջանում է։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակելիս ելույթը Գեղասահակի հնչեցնում է ամեն բան, տալիս է ամեն անուն, բացի Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության անվանումը տալուց։ Արցախ բառը չի հնչում։ Կգան Արա Գևորգյանի հրաշալի երաժշտության ներքո։ Երբ որ այսօր առողջապահության նախարարը Թումանյանը ցիտում, ես դա իմ համար կեղծ է, դա իմ համար սուտ է, որովհետև այդ նույն առողջապահության նախարարի ղեկավարած ժամանակներում էին տոպրակների մեջ մեր զինվորների դիակները լցված դիահերձարաններում։ Չեմ հավատում իրա ցիտած Թումանյանին, հասկանում ես, խոչուբ էի։ Քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, ասող արվեստագետներ։ Դուք քրիստոնեությամբ էլ չեք զբաղվում։ Սիլվա Հակոբյանի Գիշերը ստեղծագործությունը այս տարի դառնալու է 20 տարեկան այդ երգը։ Նախ մեր պատկերացրեք, թե որքան մեծ եք դուք։ Սիլվա Հակոբյանի կատարած հիթի նման հիթ վերջին մի քանի տարում հաստատ չի եղել։ Հարցում էի առաջադրել, թե ում կցանկանայիք, որ նա ներկայացներ մեր ազգային մշակույթը եւ առաջարկել էի Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Իվետ Ամուկուչյանի եւ Դունետի տարբերակները։ 37%-ը, որ առաջին տեղում է, պատասխանել էին։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm Իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Velvet Rose by KK ծաղկի սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations, Emperador Law Firm, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazyan, Grand Reach Marketplace, Shop by Raya հագուստի խանութ սրահ, Elize House Restaurant, Aroma International Marketplace, Pinnacle Aro Center, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Tun Lahmajor Restaurant, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինոամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ, եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։
Ողջույն։ Դուք դիտում եք Օցի լեզվի նոր թողարկումը։ Մեր եթերը սկսելուց առաջ մեր օպերատորը մեզ ասաց, որ մի հետաքրքիր պարադոքս ասեմ, Արայի կադրը միշտ լուսավոր է լինում, նույն լույսն է դրված, իսկ մերի կադրը միշտ մուգ։ Ես շտապեցի այդ հանգամանքը վերագրել մաշկի գույնին եւ ընդհանուր բացվածությանը, բայց հետո շատ արագ ինքս ինձ ուղեցի, նշելով, որ Արայի աուրան հավանաբար ավելի բարի եւ պայծառ է, իմը շատ ավելի մռայլ եւ չար, բայց նաեւ հավելեցի եւ ամփոփեցի այս ամենը նրանով, որ յուրաքանչյուր գեղարվեստական դրամատուրգիայի պարունակող ստեղծագործության մեջ կա բարի եւ չար ուժ եւ միայն այդ բարի եւ չար ուժերի արդյունքում է ծնվում ճշմարտությունը եւ դրաման արդյունքում։ Բախման։ Բայց արի նկատենք, որ միշտ հաղթում է բարին, բարի օր, բարի երեկո, սիրելի դիտողներ, գեղարվեստական զեղումը շատ անսպասելի էր մերի, սակայն ասեմ, որ զուտ տեխնիկական է եւ այո, բարի եւ չարի հետ կապված այսպես պայքար էստեղ ամենայն դեպս չկա, չնայած Օցի լեզվի մեր մշտական դիտողները երբ գրում են, միշտ հիմնական այն որ չեն ալարում գրում են այդ ակտիվիստները, միշտ չար որպես նկատում են ինձ, իսկ բարի որպես այսպես շատ բարի թևերով հրեշտակի թիմ պակաս նկատում են քեզ Խոսքերը կարող են խաբել, բայց մարդու աուրան երբեք, այնպես որ անգամ եթե այսպես լույս է իջնում ին վրա եւ անգամ ինչպես մեր օպերատորն է նկատում ամբողջ այս լուսավորությունը երբ հավաքում է ին վրա, այնուամենայնիվ մեր դիտողների հսկայական բանակի համար մհերը մնում է բարի եւ այսպես անաչառ եւ շատ այսպես ամբասիր եւ մաքուր երիտասարդ։ Ինչա որ ես միայն ուրախ եմ, որովհետեւ ես պատիվ ունեմ աշխատել նման օրինակ երիտասարդի հետ։ Իսկ ես էլ ավելի երջանիկ եմ եւ իմ նոր նվեր ստացած այս գեղեցիկ Վենուս Գիֆտսի կողմից մեր գործընկերոջ Ջինյորի ապրանքանշի այս բաժակներից էլ ավելի երջանիկ եմ։ Ես լսել եմ, որ յուրաքանչյուր Օցի լեզվի եթերին ինձ Վենուս Գիֆտսից եւ քեզ այսպիսի նոր բաժակներ են նվիրելու ամեն անգամ տարբեր դիզայնով։ Արդյունքում կհավաքվի քո օժիտը, այո, ես կարող եմ հավաքվի եւ ամեն ինչից կունենաս 12։ Իսկ ես ուզում եմ ասել, որ պատահականություններ չեն լինում։ Իսկ դեպքում արդեն շատ ավելի ուշ է, եւ անգամ սերվիսը նկատեք, խնդրում եմ, որ պատահականություններ չեն լինում եւ այն թագը, որ կա իմ գլխին անտեսանելի, ամփոփված է այս հիասքանչ բաժակի մեջ եւ ահա այս թագով Ջինորին է փայ ու բաժին ընկել ինձ, ինչը երևի թե ես հիմա պատկերացնում եմ մեր հետևորդների մշակութային ցնցումները եւ շոկը, երբ այս օժիտի եւ ամանչամանի եւ շուշեղենի թեմայից անմիջապես անցում պիտի կատարենք քրեական հեղինակությունների եւ մարդասպանության կրակոցների այդպիսի հենց կոնտրաստ եւ հակասությունների մեջ է կյանքը գեղեցիկ, ինչպես ասում են, մի կողմից Ջինորի, մի կողմից թագավորական, իտալական սպասք եւ Վենուս Գիֆտս, որտեղ ներկայացված են այսպես ուղղակի թագավորից 5 պակաս ապրանքներ եւ սպասքեր, մի կողմից էլ ինչպես մեր արդեն նշեց, քրեական հեղինակություններ եւ կրակոցներ Երևանի սրտում, ինչի մասին մենք ուզում ենք խոսել։ Երևանը դառնում է Պալերմո, ընկերներ, հարազատներ, բարեկամներ եւ այն ինչ որ տեղի ունի այս վերջին տարիների ընթացքում, հաստատ ես չեմ հիշում, որ լիներ ինչ որ վերջին այն տարիների ժամանակ, երբ գոնե ես Երևանում էի։ Ես ուզում եմ մի խոստովանություն անել այսօրվա եթերից առաջ, շատ հաճախ ես կաշկանդված եմ ինձ զգում, իմ միտքը արտահայտել այս ծրագրի ընթացքում ոչ թե քաղաքական առումով, այլ առհասարակ որոշակի, ոչ թե քո պատճառով, այլ դու իմ ծանոթած ամենատոլերանտ մարդկանցից մեկն ես, այլ ընդհանուր առմամբ մեր շրջապատում մարդիկ շատ հաճախ շփոթում են իմ սթափ եւ adekvat մոտեցում այս կամ այն թեմային նիկոլական լինելու եւ նիկոլական չլինելու մեջ։ Ես ուզում եմ ասել, որ 99.9%-ով չեմ հարում այդ քաղաքական ուժի քաղաքականությունը եւ տեսակետը, բայց շատ հարցերի նայում եմ adekvat եւ խնդրում եմ անմիջապես չորակավորել, որևէ քաղաքական ուժի չեմ հարում, ոչ նախկիներին, ոչ ներկաներին եւ չեմ էլ կիսում որևէ մեկի տեսլականը եւ կարծում եմ, որ բոլորն էլ առաջարկում են այս պայդրությամբ ոչ ճիշտ ուղեցույցեր։ Բայց ամեն դեպքում ուզում եմ ասել, որ այլևս ինձ կաշկանդված չեմ համարել եւ անկեղծ ասելու եմ իմ տեսակետը։ Ես կարծում եմ, որ այս պահին հրապարակ են մտնում ծափահարություններով լայն հոց բազմություններ մեր
հետևորդների։ Իսկանդեր, չէ, ես կարծում որ այնուամենայնիվ Իսկանդերը մշակութային համալիր է, ասում եմ նկատենք, որ Իսկանդերը մշակութային։ այնուամենայնիվ ես կարծում եմ որ դու հիմա չափազանցնում ես կամ այդ չես չափազանցնում, այլ ուղղակի այդ տեսանկյունից ես նայում իրավիճակին, չէ։ Երևանը միշտ էլ քրեական հանցագործություններով լի քաղաք է եղել եւ միշտ էլ եղել են թաղամասեր, որտեղ դա առավել ակտիվ է երևացել եւ կարծում եմ որ հակառակը այս հեղափոխությունից հետո շատ ավելի սթափ է նայվում թաղային հեղինակությունների եւ քրեական հեղինակությունների ռոմանտիզացվելու պատմություններին եւ անգամ հիշում եմ, որ Ալեն Սիմոնյանը մի օրինագիծ էր առաջ բերում ազգային ժողով, որը չգիտես ինչու չիրականացվեց եւ տրամաբանական ավարտ չունեցավ, քրեականացնել քրեական հեղինակությունների ենթամշակույթը պոպուլիզացնող եւ ռոմանտիզացնող մարդկանց եւ այլն, այսինքն մոտավորապես եթե ավելի པարզ լինի մարդկանց համար, եթե այսօր եթե այդ օրենքը ընդունվեր եւ եթե այսօր նկարահանեին Որոգայից սերիալը, ապա դրա համար պատասխանատվության կենթարկեին կամ օրինակ Մարգարիտա Բարխոյանի երգերը այլևս կհամարվեին անօրինական։ Դե ես գտնում եմ, որ ինչի մասին դու նոր խոսում ես, դա ծայրահեղությունն է, որովհետև նույնիսկ Ռուսաստանում այսօր արգելափակված է ամենատարբեր այլախոհություններ եւ ամենա փոքրիկ դրսևորում որակվում է որպես LGBT քարոզ եւ կարող են այդ մարդկանց ուղղակի պատասխանատվության ենթարկել, այդ թվում նաեւ քրեական։ Եվ եթե քրեական ենթամշակույթը դատապարտող օրենքի օրինագիծ ընդունվեր եւ իսկ որտեղ է գծվելու, որտեղ է սկսվում քրեական ենթամշակույթի ռոպագանդումը եւ որտեղ է ավարտում, իսկ ով է ասում, որ ասենք դրա տակ չպետք է ընկներ նույն Կրյոսնեացիցը Godfather ֆիլմը կամ մի անգամ Ամերիկայում ֆիլմը եւ ասենք արգելվեր, որ այդ ֆիլմերը ցուցադրվեն, չէ՞ որ դրանք ծայրից ծայր քրեական ենթամշակույթի այդ դեպքում իտալական մաֆիայի բարքերի անաչառ այսպես ցուցադրում է։ Այնպես որ դրա հետ այդքան համաձայն չեմ, ինչ վերաբերում է Երևանի քրեական լինելուն, ես ուզում եմ քիչով չափ համաձայնել քո տեսակետի հետ, որ Երևանը ապահով քաղաք է, դա ես չեմ ասում, դա դու չես ասում, դա ամենատարբեր միջազգային, ամենատարբեր կազմակերպությունների չարտերում դա երևում է։ Ես միշտ դրան նայում եմ մեծ հպարտությամբ, որովհետև լավագույն հնգյակում է արդեն վերջերս հայտնվել Երևանը։ Եվ այո, դա այդպես է։ Երևանում զբոսաշրջիկները, մեր մայրերը, քույրերը, աղջիկները գիշերվա բոլոր ժամերին կարող են հանգիստ շրջել, զբոսնել։ Այո, ես քո հետ համաձայն եմ, որ քաղաքական սպանությունները միշտ եղել են Երևանում, մանավանդ անկախացումից հետո, այն ՀՀՇ-ի կառավարման մութ ու ցուրտ տարիներին, երբ մենք ամեն ամիս իմանում էինք ամենատարբեր հայտնի քաղաքական դեմքերի, հասարակական քաղաքական դեմքերի սպանության լուրը եւ դրանցից համարյա ոչ մեկն էլ չբացահայտվեցին, այդպես էլ եւ այդ տարիներին այո, իրականում վտանգավոր էր շրջեր քաղաքում, բայց ինչ որ փորձեր արեց Վանո Սիրադեղյանը, երբ հավաքեց բոլոր գողերին եւ լցրեց բանտերը եւ ասաց, որ գողերի տեղը բանտերում է, ինչը փորձեց անել նաեւ Վրաստանում, եթե հիշում ես Սաակաշվիլին, թե ինչով դա ավարտվեց։ Այսօր տեսնում ենք Սաակաշվիլին որտեղ է գտնվում եւ ինչ վիճակում, բայց որ Երևանում վերջին տարիներին գոնե 10-12 տարիների ընթացքում այսքան շատ չէինք լսում ամենատարբեր ռազմորկանների արունալի եւ մահվան ելքով ռազմորկանների մասին, սրա հետ եւս պետքա որ համաձայնվես, որովհետեւ ինչ որ մի պահ կարծես թե հանդարտվել էր երկիրը, ինչ որ մի պահ կարծես ինչ որ մի գաղափարի շուրջ համախմբվել են երիտասարդները, երևի թե քարոզիա պատերազմից հետո, երևի թե անկախ Արցախյան պատերազմից հետո ինչ որ sense բարեկամական ընկերական մթնոլորտ էր տիրում այդ երկրում եւ ինչ որ փոխհմբռնման եւ միմյանց օգնելու ինչ որ բան կար։ Ինչի հետ է դու դա կապում։ Արի տես մյուս ասպեկտով նայենք, որ այս հեղափոխությունը միանգամայն այլ գաղափարախոսության, միանգամայն այլ արժեհամակարգի հեղափոխություն էր եւ հեղափոխությունից հետո էլ այդ կերպարը, հիմա դա իրական կերպարա, կեղծ կերպարա, իրականության հետ կապ ունի թե ոչ, այնուամենայնիվ պահպանում է տվյալ վարչակազմը։ Նրանք լսում են Led Zeppelin, չգիտեմ, Պոլին են հավասարեցնում նախքին բարքերը, նախքին, չգիտեմ, արժեհամակարգը եւ այլն, որոնցում տեղ չունի քրեական հեղինակությունները, օլիգարխները եւ այլն, թեև ունեն սեփական օլիգարխը, բայց այնուամենայնիվ, վերջին հայտարարության մեջ էլ վարչապետն ասաց, որ այս ընտրությունները վերջնականապես քաղաքական դաշտից դուրս են շպրտելու օլիգարխի, քրեական հեղինակություն հանդիսացող քաղաքական ուժերին եւ այլն։ Ինչու՞մն է պարադոքսը։ Տես իրենք միանգամայն հակառակն են քարոզում։ Ինչու է այդ դեպքում շատացել ըստ քեզ։
Նայ, սկսենք դրանից, որ ես ինչքան որ խորանում եմ, ինչքան որ գնում են տարիները, ինչքան որ երկար են մնում ղեկավարության այդ ղեկի մոտ այս իշխանությունները, ես այնքանով համոզվում եմ եւ ինչքան որ տեսնում եմ ընդդիմության կատարած քայլերը, իսկ ընդդիմության կատարած քայլերը մեղմ ասած այնտեղ քայլեր չեմ էլ տեսնում, որովհետեւ այն ընդդիմությունը, որ մենք ունենք, դրա մասին կերազեր ցանկացած իշխանություն, յական յաչկան ժողովուրդը կասեր, ես գնալով համոզում եմ, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ փոխհամաձայնության արդյունքում տեղի է ունեցել ինչ-որ իշխանության փոխանցում, որովհետև հակառակ դեպքում այսօր հետույք բառ ասելու համար Նարեկ Սամսոնյանը գտնվում էր մի քանի ամիս շարունակ բանտում, հացադուլ էր հայտարարել, նա ուղղակի հետույք բառ էր ասել իր ոդքասթում, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, նա բարում էր իր ոդքասթը, իր գործընկերոջ հետ։ Նրան ձերբակալել էին եւ նա գտնվում էր բանտում։ Մարդը հացադուլ էր հայտարարել, առողջական վիճակը գնալով խորանում էր, ծանրանում էր, նա ուներ առողջական խնդիրներ մինչև ձերբակալվելը։ Ի վերջո նրան տարան հիվանդանոց, ինչ-որ գործողություններ արեցին եւ փոխեցին կալանքի ձևը, արդեն նա տանն է ուղղակի տնային կալանքի մեջ է։ Գործընկերները փորձում են այսպես շնորհավորական գրություններով սատարել Նարեկին, ինչը աբսուրդի ժանրից է իմ համար, որովհետեւ մարդուն կալանքը փոխարինեն տնային կալանքով եւ սահմանափակել նրա գործունեությունը։ Զուգահեռ իրականությունում մենք տեսնում ենք սա եւ գնում ենք հետ 2018 թվական եւ հիշում ենք թե ինչպես Նիկոլ Փաշինյանը գրոհեց եւ վերցրեց ռադիոտունը եւ ինչպես այն ժամանակվա իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին, որևէ բան չարեցին։ Ես գտնվում եմ մեր նոր գործընկերոջ Shop by Raya-ի խանութում, որը իր հյուրընկալ դռները վերջերս է բացել Նոհոյում եւ արդեն հասցրել է ճանաչված ու սիրված դառնալ մեր հայրենակիցների կողմից։ Shop by Raya խանութը գործում էր on-line եւ շատերը իդեպ նաեւ բազմաթիվ ամերիկացի հայտնիներ իրենց գնումները կատարում էին հենց այս խանութից, ուղղակի on-line, սակայն Shop by Raya-ն արդեն ներկայացնում է գեղեցիկ խանութում իր նոր հավաքածուները եւ իհարկե առաջարկում է ձեզ ամենավերջին տրենդերը։ Հետևեք ամերիկացիների օրինակին եւ դուք եւս եկեք այս խանութ։ Հենց նպատակն էլ դա է Raya-ի բացել խանութ հայաշատ մի վայրում, Նոհոյում, որպեսզի մեր հայրենակիցները եւս կարողանան գալ, փորձել, կատարել գնումներ այս խանութում եւ հարստացնել իրենց զգեստապահարանը։ Ամենատարբեր ոճեր են այստեղ առաջարկվում, casual ոճից մինչև տոնական, երեկոյան, գործնականից մինչև կոկտեյլ։ Գալով այստեղ նաև դուք կստանաք խորհրդատվություն, ձեզ խորհուրդ կտան, կարողանաք նաև փորձել, հասկանալ տեղում եւ կատարել ձեր գնումները։ Դե ինչ, տեսեք թե ինչ գեղեցիկ են նայվում այս հագուստները մեր գեղեցկուհիների վրա եւ կատարեք ձեր ընտրությունը։ Shop by Raya։ Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցներին անընդհատ հետաքրքրում է immigration բնագավառի անընդհատ փոփոխությունները, որոնց մենք ուղղակի չենք հասցնում հետևել։ Ես այս բանը գտնվում եմ մեր նոր գործընկերներից մեկի immigration law-ով հատկապես մասնագիտացած իրավաբանական գրասենյակում, որի անունն է Imperator Law Firm, եւ իհարկե ձեզ սիրով եմ ներկայացնել իմ զրուցակցին համահիմնադիր Արմինե Անտոնյանին, ում հետ արդեն հասցրել ենք մի քանի հարցեր քննարկել, ընկերանալ, ու ես զգացել եմ ձեր մարկային ջերմ վերաբերմունքը հանդեպ մեզ, հանդեպ ձեր հաճախորդը, ինչի համար ուզում շնորհակալություն հայտնել այսպես արդեն իլուր աշխարհի։ Մերսի Արեջան։ Արմինե ջան, շատ ուրախ եմ, ուզում 1-2 խոսքով նաև մեր դիտողների համար մանրամասնենք այն բոլոր ծառայությունները, որոնք կատարում եք այստեղ ձեր բազմաթիվ աշխատակիցների հետ միասին, որովհետև հիմա դուք մենակ եք, բայց ձեր թիկունքին կանգնած է մի հսկայական թիմ։ Այո։ Մասնագիտանում ենք հենց immigration-ում, այդ ամենաառաջի ճյուղերից մեկն է, թե կլինի ապաստանի գործեր, թե կլինի ընտանեկան միացումներ, բիզնես վիզաներ, թե կլինի E2 վիզաներ, EB2 վիզաներ, extraordinary-ներ, եթե խոսենք personal injury մասին, կասեմ, որ ավտովթարներ, բայց նաև մարմնական ցանկացած վնասված կարող լինել կոմերցիոն վայրում, կարող լինել տանը, հա, ինչ-որ մեկի տանը, բայց ամենակարևորը մենք litigation attorney-ներ ենք, այսինքն մենք մինչև վերջ տանում ենք գործը, մինչև դատարան, մենք դատարանում ենք ամեն օր, բոլոր աշխատանքային օրերին, ինչպես նաև
նաև այսօր առավոտյան 8:30 մենք եղել ենք Venice-ի դատարանում, որտեղ մեծ սիրով ներկայացրել ենք մեր հաճախորդներին։ Family law ենք զբաղվում, այսինքն բաժանումներ, ամուսնություններ, ես եւ իմ գործընկերուհի Լուսինեն չեն զբաղվում, մենք ունենք թիմում որակավորված փաստաբանով, որ զբաղվում է այդ գործով, բայց մեր թիմից մի անձ է, ով որ ակտիվորեն զբաղվում է այդ ճյուղով, եւ իհարկե ունենք աշխատանքային իրավունք, որի ես տարիների արդեն մասնագետ եմ։ Այսինքն եթե դուք ունեք բիզնես եւ չգիտեք թե ոնց վճարեք ձեր աշխատողներին, մենք մեզ շատ սիրով կօգնենք։ Շնորհակալություն, բազմաթիվ այսպես կետեր նշեց Արմինեն, որոնց մենք բարբերաբար թե ես, թե Մհերը մեր առանձին թողարկումների ժամանակ կանդրադառնանք եւ մեզ հուզող բոլոր հարցերին կստանանք, կարծում եմ, այսպես վերջնական պատասխաններ։ Շնորհակալություն համագործակցության համար եւ շնորհակալ եմ, որ այսօր պետք է մեր դիտողներին եւս կրթենք ու տանք իրավաբանական գիտելիքներ։ Սիրով։ Օրեր առաջ Velvet Rose ծաղկի սրահը իր հյուրընկալ դռներն է բացել Canada Hills-ում եւ հարակից քաղաքներում բնակվող մեր հայրենակիցների համար։ Այստեղ դուք կարող եք գտնել ֆանտաստիկ դիզայներական լուծումներով գեղեցիկ ծաղկեձևավորումներ եւ ոչ միայն ծաղկեձևավորումներ, այլ նաեւ գեղեցիկ բույսեր եւ միաժամանակ իհարկե կարող եք ձեր սիրելիի տոնը եւ ոչ միայն տոնը դարձնել հիշարժան ու գեղեցիկ։ Այն ծաղկեձևավորումները, որոնք առաջարկվում են այստեղ, կփոխանցեն տոնի կամ սովորական օրվա ամենադրական լիցքերը ձեր սիրելիներին, ընկերներին ու գործընկերներին։ Առհասարակ ծաղիկները պետք չէ նվիրել միայն տոների կապակցությամբ։ Յուրաքանչյուր օր կարելի է դարձնել ֆանտաստիկ տոն հենց Velvet Rose-ի ծաղկեձևավորումներով եւ ծաղկեփնջերով։ Այստեղ ամենակարևորը ոչ միայն դիզայնն է եւ դիզայներական լուծումը, այլ նաեւ ծաղկի հումքը, որը ընտրվում է չափազանց թարմ եւ չափազանց որակյալ։ Եվ միաժամանակ իհարկե շատ կարճ ժամանակահատվածում այստեղ կառաջարկվեն ինչպես պատրաստի, այնպես էլ ձեր ճաշակով ձևավորվող գեղեցիկ ծաղկե փնջեր եւ այլն։ Այնպես որ մեկ անգամ այցելելով այս հասցեով վստահ եմ դուք մշտապես ծաղիկներ կգնեք հենց Velvet Rose-ից։ Հիմա երբ որ նայում ես թե ինչ է անում իշխանությունը եւ ինչ է անում ընդդիմությունը, ինչ է անում իշխանությունը պատժելու համար եւ այսպես թրթուրների տակ ճզմելու համար ընդդիմության կամ առանձին վերցրած այլախոհության դրսևորումներ առանձին լրագրողների կողմից, առանձին մարդկանց կողմից, այն ամենաթողությունը, որով հանդես են գալիս մեր իշխանավորները սկսած թքելուց մարդու աչքի մեջ փողոցում վերջացրած անպատիվ խոսքեր շռայլելով, սպառնալիքներով, համենայն դեպս որևէ իշխանություն, եկեք ֆիքսենք, մեկ ընդ միշտ իմ աչքի լույսը չի եւ ինչքան էլ փորձում են մարդիկ կարել ինձ ամենատարբեր իշխանությունների, դա այդպես չի, որովհետեւ չկա կոնկրետ ապացույց, եթե լիներ ուղղակի դրանով կարող էին ինձ լրացնել Հուր Հավիտյան։ Ես չեմ հիշում, որ որևէ ժամանակ ազգային ժողովի նախագահ ունեցած լինենք, կարող է վատն ա եղել, կարող է կոռումպացված ա եղել, կարող է, չգիտեմ ինչ ա եղել, բայց չի թքել փողոցում։ Չի թքել, բայց մենք չենք ունեցել որևէ ժողովուրդ, մենք չենք ունեցել որևէ մենք գիտենք այդ հայտնի դեպքը, հայտնի դեպքը ես գիտեմ ինչի մասն ես դու ասում, նախագահը նստած ա եղել, այնտեղ տեղի ունեցել սպանություն, հա դա շատ վատ է։ Եվ այո, եղել են վատ դրսևորումներ, եւ այո, եղել են բոլոր նախարարների։ Մի դեպքում մենք ունենք թքելու մասին ինֆորմացիա, մի դեպքում ունենք մարդու կյանքը վերցնելու մասին ինֆորմացիա։ Թող այդ դեպքը ես հակված եմ մտածել, որ դա այդ դեպքը անմիջապես կապ չի ունեցել երկրի ղեկավարի հետ եւ դա երկրի ղեկավարի Դու համաձայն ես, որ երբեմն լինում են ստրուկներ, դու համաձայն ես, որ երբեմն լինում են ստրուկներ, որոնք իրենց տերերին գոհացնելու համար չափը կարող են անցնել այնքան եւ այնքան այսպես շռնդալից եւ այնքան ջերմեռանդ կերպով փորձեն հետույք մտնել, որ երբեմն այդ հետույք մտնելու գործողությունների ժամանակ տալիս սպորտում ու վնասում են տիրոջը։ Նույնը տեղի է ունենում այսօր Նիկոլ Փաշինյանի շրջապատում։ Կարծում եմ, որ նման դեպքեր կարող են լինել, բայց չեմ հասկանում ինչու ենք մենք մի դեպքում փորձում հասկանալ եւ մի դեպքում փորձում հասկանալ, դիտել, տեսնել բաժակ կիսով չափ լի, իսկ մյուս դեպքում փորձում տեսնել բաժակ կիսով չափ դատարկ։ Նույն բաժակն է, երկուսն էլ հավասարապես են լցված։ Մի դեպքում դու ասում ես, որ կիսով չափ լիքն է, մի դեպքում ասում ես կիսով չափ դատարկ է։ Նայ, դու ինչ որտեղ ճիշտ ես, բայց ես իմ խոսքում քավլիտի չկա որևէ գրամ արդարացում որևէ գործողությունների։ Ես միշտ ասել եմ եւ ասում եմ Եվ նույն անուղեղ հասարակությունը, որ հիմա գրում է նաև մեր հաղորդումների տակ ու ինձ որակում է ամենատարբեր բառերով, ես իմ հաղորդումների ժամանակ բոլոր իշխանությունների օրոք ուղիղ եթերում իդեպ Armenia TV Prime Time-ի ուղիղ եթերում քննադատել եմ եւ
շատ սուր հարցեր եմ ուղղել ամենատարբեր պաշտոնյաների, այդ թվում նաև բարձր պաշտոնյաների, նախարարներ, փոխնախարարներ, դեպուտատներ եւ այլն։ Չգիտեմ, եթե դրանք տեսագրված կան, եթե հեռուստակամուրջները բարի գիշեր հայեր, ապա դրանք բառ ապացույց է եւ կարծում եմ մարդիկ այսօր նաև դեռևս Հայաստանում ինձ հիշում են այդ համարձակությամբ, որովհետեւ ես ճպցնում եմ երեսներին ցանկացածի եւ այսօր ես դրա իրավունքը չունեմ, ես չեմ կարող դա անել։ Եվ այսօր որևէ մեկը դա չի կարող անել Հայաստանում։ Հասկանում ես տարբերությունը որն է։ Այսօր որևէ մեկը չի կարող կանչել եւ հարցեր տալ։ Այսօր երբ որ մարդուն հարց են որ նայ, գիտես ինչ եմ ես։ Անձնական վիրավորանք են ընդունում։ Այս մարդիկ նայ, կա Հովիկ Աղազարյան անունով մի դեպուտատ։ Իմ ճանաչած միակ մարդն է այդ ամբողջ հանրությունում նոր եկած իշխանավորների, ով կարողանում է adekvat ինչ որ հարցերին պատասխաններ տալ եւ կարողանում է Աղազարյանը այլևս կապ չունի իրենց հետ եւ իրենց դուժացն է։ Բայց չէ, բայց իրանց հետ է, չէ, եկել, իրանց հետ է եկել։ Այլևս ինքը մի քանի անգամ ճամբարապող ա եղել է նաեւ դաշնակցական եւ այլ, բայց ամեն դեպքում մարդը կարողանում է ինչ որ ստապ եզրակացություններ հանգի եւ ինչ որ հարցերի շուրջ ասում այո մենք սխալվել ենք, այո կներեք, այո։ Բայց դա ասում է հիմա, երբ իրեն քաշել են այսպես ասած սրի, երբ իրեն անձնական երբեք երբ իրեն շանտաժի են ենթարկել, ասում են լավ է ուշ քան երբ իրեն շանտաժի են ենթարկել, սեփական երեխաների մոտ խայտարակել են իբրև թե միասեռական կապի համար, վերցրել են հեռախոսը եւ ամբողջ ինֆորմացիան անօրինական կերպով իրենցով են արել եւ նաեւ նրան մեղադրել են ազգային պետական գաղտնիքը իբրև թե բարձրաձայնելու մեջ։ Դրանից հետո պարզ է ինչ ցեխ ասես պիտի շպրտի, բա միացան է։ Կարելի չէ ենթադրել, որ ինքը ինչ որ մի պահ պրոտիվ տիչեյի, այսինքն գետին հունին հակառակ է փորձել լողալ, դրա համար վերցրել եւ հրապարակել են այդ ամենը։ Մանդատը վայր չի դրել ընդհանրապես, դա է եղել պատճառը, բոլորը գիտեն։ Հիմա կարելի չէ ենթադրել, որ այնտեղ բոլորի դեմ կան այդ կոմպրոմատները։ Կարելի չէ ենթադրել, որ հանկարծ ինչ որ մեկը փորձի գետի հունին հակառակ բարձրանա, նույն պատվին եւ նույն ճակատագրին արժանանալու է ինքը, որովհետեւ այսօր այո, ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլի հրամանով հավաքագրում է փաստեր, նաեւ պատվերով ստեղծվում են ինչ որ ֆիլմեր, ինչ որ բաներ, դրա բառվկայությունը քերակնոջ դոմփելու այդ արարողակարգի մասին վիդեոներ, որը այդպես էլ որևէ միջազգային փորձաքննության կողմից, այդ թվում նաև Հայաստանում որևէ փորձաքննության եւ մասնագետների կողմից չհաստատվեց, այլ որակվեց որպես վատ, մոնտաժված եւ սարքված տեսանյութ։ Բայց այնուամենայնիվ ինֆորմացիան գցեցին օդ, չէ՞ որ ինֆորմացիան մնում է, աղբյուրը կորում է։ Ինֆորմացիան օդում մնում է, աղբյուրը կորում է, թե դա ով առաջինը ասեց, երևի վաղուց մոռացել են։ Հիմա ինչքան էլ մենք գիտենք կամ կարդացող մարդիկ գիտեն, հիշում են Facebook-ով գրեց վարչապետը։ Այո, բայց ինֆորմացիան մնացել է, չէ՞, օդում։ Հիմա ինչքան էլ որ տարածում են լուրեր հերքող, որ փորձաքննությունը ապացուցել է հակառակը, այնուամենայնիվ ժողովրդի լայն զանգվածներում մնացել է այդ գիտակցությունը եւ այդ հիշողությունը, որ այդ մարդը ինչ որ ոտնձգություններ է արել։ Հիմա իմ ասելիքը այն է, որպեսզի այսպես փակեմ, հա, կամ ավելի եզրափակեմ միտքս։ Այո, բոլոր ժամանակներում եղել են հանցավոր դրսևորումներ իշխանության ամենատարբեր իշխանավորների կողմից։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ա եղել այդ մութ ու ցուրտ տարիները, ես եմ ապրել Երևանում եւ Հայաստանում, եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք ա եղել, եւ Սերժ Սարգսյանի օրոք ա եղել, այո, եղել են անձնական օգտագործման օլիգարխներ, որոնց զավակները, որոնց շրջապատը ով ինչ ուզեցել է արել։ Լրագրողներ էին կորում, մարդիկ էին կորում, նայր Ազատություն ռադիոկայանի դոկումենտալները այդ մասին։ Միշտ էլ դա եղել է, ես չեմ արդարացնում։ Բայց եղել է, որ մարդիկ հելան հրապարակ ու լավ կյանքից երբեք չեն հելնում հրապարակ ու չեն բերում անտեղյակ դեմագոգների ճիշտ պրիզմայից ենք հարցը քննարկում։ Հիմա քննարկում ենք ոչ թե այն պրիզմայից, որ առաջ ավելի լավ էր, քան հիմա, ինչպես սկսեցինք հաղորդումը, այլ հակառակ, առաջ վատ էր, հիմա պետք է լավ լիներ, հիմա առաջվա պես վատ է։ Առաջ մենակ մի բանով էր լավ։ Առաջ մենակ մի բանով էր լավ, որ կար կոնկրետ ստույգ ազգային գաղափարախոսություն, կար ինչ որ նպատակ, դու քեզ համարում էիր կամ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին դրսում իրեն համարում էր հաղթած երկրի քաղաքացի, կար արժանապատվության զգացողություն, ինչը ճզմվեց բառի բուն իմաստով վերջին տարիներին 20 թվականից հետո։ Դա անխոս այդպես է, որովհետև
այդ գիտակցությունը եւ գիտես ինչ տեղի ունեցավ այսօր ամբողջ աշխարհում Հա, դա անխոս այդպես է, բոլորը դա ֆիքսել են։ Անգամ մոլի նիկոլականները հասկանում են, որ այժմ ազգային գաղափարախոսության համար վատագույն ժամանակաշրջանն է, չկա համընդհանուր ընկալում այդ առումով եւ պարտվածի հոգեբանություն կա։ Թեև իրենք արդարացնում են այդ ամենը խաղաղությամբ այժմ որ կա, որը իհարկե փուչիկ է, որը ցավոք մի օր հավանաբար կարող է նաև պայթել, բայց ինչ կապ ունի դա մեր առաջարկած թեմայի հետ քրեական հեղինակությունների։ Սրանք բոլորը մեկը մյուսի հետ ինչ որ թելերով թելված են, կապված են, որովհետև գիտես ինչ, ես մի քիչ հին եմ եւ հիշում եմ կոմունիստական տարիների ոստիկանության աշխատալաբոճը։ Այդ ժամանակ կային թաղային հեղինակություններ, այն ժամանակ կային գողեր, օրենքով ես հիշում եմ կաշառք կար, այո, քաղաքացիներում։ Ես հիշում եմ նաև անկախացումից հետո երբ Բանո Սիրադեղյանն էր ներքին գործերի նախարարը, այդ ամենաթողությունը, թե ինչ էր կատարվում, այդ քաղաքացիությունները եւ իր կամքը, որ պետքա գողերը լինեն բանտում եւ պետքա մաքրվի, չգիտեմ, էսին լինի, բայց մեկը ամեն օր արտանում էինք եւ հերթական քաղաքացիության մասին լուրն էինք լսում։ Ես մի քիչ հին եմ եւ այդ ամեն ինչը հիշում եմ եւ ունեմ համեմատելու եզրեր, բայց այն ամեն ինչը ինչ որ կատարում է այսօր ինչ որ այսօր բարդակ է հիշեցնում, հասկանում ես։ Ապրել ես մի ժամանակաշրջանում Երևանում եւ նաեւ ղեկավարել ես մի գիշերային ակումբ Երևանի կենտրոնում, որը համարվում է քրեական ժամանակաշրջան։ Եվ ինքդ էլ լավ գիտես, որ ինչպես կարող էին օրինակ մտնել այդ գիշերային ակումբ, չգիտեմ, իրենց պահել ոչ լավագույն կերպով իշխանությունների եւ պետական այրերի ворթիները կամ հենց իրենք վերցնել գողանել ինչ որ մի աղջկա, որի հաստատ ինքնազգացողության մասին երկար ժամանակ չէր իմանում եւ այլն։ Հնարավոր է արդյոք հիմա նման դեպքեր։ Նայ, իմ ժամանակ նման բան համենայնդեպս ակումբում տեղի չի ունեցել կապված մարդկանց առևանգելու հետ կամ ինչ որ բան, որովհետեւ իսկ իրենց պահելու ախրանակար եւ անվտանգության աշխատակիցները հսկում էին եւ Պարկասու եթե ինչ-որ բան լինում էր, դա լինում էր ուղղակի դուրս էին շփորտում եւ դա լինում էր դիմացի մայթին օպերայի տարածքում կամ չգիտեմ, դա կարային դուրս շփրտեին ինչ-որ պետական այրի որդու։ Այո, այն ժամանակվա օլիգարխները, որոնք այսօր շարունակում են լինել օլիգարխներ, այսօրվա կարկառուն օլիգարխները, այո, այն ժամանակվա իշխանությունների օրոք էին օլիգարխներ եւ իրենց պահում էին այնպես ինչպես իրենք ուզում են։ Դա փաստա դրա մասին բոլորը գիտեն եւ իրենք երբեք իրենց վարկով կամ բարքով աչքի չեն ընկել։ Ասենք օպտիկական ակնոց կրելը արհեստական ուղղակի ապակից դեմքի վրա ինտելիգենտ դեմքի արտահայտություն ստանալու համար դա իրենց չի դարձնում ինտելիգենտ, որովհետեւ անգամ այդ ակնոցներով նրանք գալիս էին նույն այդ գիշերակումները եւ անում էին այն ինչ որ ուզում են անել։ Ուղղակի հիմա իրավիճակը փոխվել է եւ այդ նույն մարդիկ խորհուրդներ են տալիս եւ ինչ որ ամպագորգոր բառեր են ասում ազգային ժողովի ամբիոնից, ինչը իմ համար զավեշտալ է։ Ես էլի եմ կրկնում, ես մի քիչ հին եմ եւ լիքը մարդկանց տեսել եմ ամենատարբեր դրսևորումներում։ Դրա համար իմ համար մի քիչ ավելի հեշտ է գնահատականներ տալ։ Ուղղակի ամենամազալունն է, որ նույն Նիկոլ Փաշինյանը որ ասում էր չպետք է լինեն օլիգարխներ, ինքը ունի իր անձնական օգտագործման օլիգարխները այսօր։ Հիմա էլ ինձ ցնցում է այս վերջին ճեպազրույցը մամուլի ասուլիսը չհասկացա, շատ ինչ որ տենց արագ զրույցեր լրագրողների հետ, որտեղ նա ասում է, որ այս ընտրությունները եկել են ապացուցելու, որ քաղաքական դաշտից մեկընդմիշտ վերջնականապես դուրս են շպրտվելու բոլոր օլիգարխիկ եւ քրեական ուժերը։ Դե նայ, լոզունգներ, այդ մարդը գլխագրերով է խոսում։ Այդ մարդը քանի որ ինքը լրագրող է, դու ես լրագրող, մենք մի քիչ հասկանում ենք այդ գործից, չէ՞, մեղմ ասած մի քիչ։ Եվ վերնագրերով եւ գլխագրերով խոսելը դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք էլ երբ որ անում ենք հաղորդում, հետո մտածում ենք, թե որ կտորները կտրենք ու անոնսում տեղադրենք, որը լինի ավելի հյութեղ եւ ավելի կարևոր հաղորդումը ռոպագանդելու համար։ Այդ մարդը տեսնում է երկիրը եւ երկիրը կառավարում է, ինչպես կառավարել է իր թերթը եւ գլխագրերով եւ վերնագրերով է տեսնում։ Այո, վերնագրեր ասելը, լոզունգներ ասելը, տրանսպարանտային եւ այսպես մարդկանց մեջ ինչ-որ բան շարժելը, դա շատ հեշտ է մանավանդ պրոֆեսիոնալ լրագրողի համար։ Մանավանդ դեղին մամուլ ղեկավարած պրոֆեսիոնալ լրագրողի համար, բայց գիտես, երբ որ ես ապրում եմ մի իրավիճակում, երբ Ալիևը համարվում է հնարավոր բարեկամ եւ Ալիևի այդ բարեկամական ձեռքսեղմումը տեղի ունենում եւ զուգահեռ իրականությունում կաթողիկոսը համարվում է թշնամի եւ կաթողիկոսի
անվանում են շպիոն եւ պահանջում են նրա հրաժարականը կամ նրա հեռացումը եւ նրան անընդհատ նշում են եւ նրա մասին խոսում են Աբազանի անունով, այստեղ հիմա որ գեղեցիկը վերջանում է։ Հիմա եկեք մի հատ հասկանանք, ժողովուրդ, լավ, դնենք նժարին, երկու նժարին։ Լավ, հավի հիշողությունա պետք ունենալ, որպեսզի մոռանալ, ասենք ինչ որ տեղի ունեցավ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ 5000-ից ավել երեխեք գնացին, զոհվեցին։ Չունենք Արցախը, ունենք 120,000 բռնագաղթվածներ, ունենք 10,000-ից ավել վիրավորներ, իդեպ անուն առ անուն այսօր մինչև այսօր մենք չգիտենք բոլոր զոհվածների անունները։ Մենք չգիտենք այդ անունները։ Միգուցե անունները երբ որ գրեն պարզի որ 7255-ը կամ ավելի քիչ է, անունները չեն հրապարակվել։ Անհետ կորածների, զոհվածների եւ վիրավորների անունների ցուցակ մենք չունենք առ այսօր։ Մարդիկ դրա մասին մոռացել են։ Մարդիկ նորմալ են համարում, որ մենք որպես բարեկամ ընկալում ենք եւ տեսնում ենք այսօր ադրբեջանցիներին, որոնք անարգել զբոսնում են Հայաստանում, Երևանի կենտրոնում, Գյումրիում, Ամասիայում, մարդիկ նորմալ են համարում, որ Ադրբեջանի նախագահի հետ ձեռք սեղմումը բարեկամական են ընկալում, բայց այդ նույն մարդիկ թողել են այդ դարդուցավը եւ իրական թշնամուն եւ իրական վտանգը եւ կենտրոնացված կերպով կոնկրետ ղեկավարված հրահանգավորված գնում են եկեղեցու դեմ եւ ասում են, որ մենք եկեղեցու դեմ չենք, մենք դեմ ենք Գարեգինին, ասում են Գարեգին երկրորդ կաթողիկոսը ավելի վտանգավոր է լայն մասսաների համար, քան Իլհամ Ալիևը, ավելի ատելի է, քան Իլհամ Ալիևը, ավելի զարուրելի է, քան Իլհամ Ալիևը, ում ձեռքը սեղմում է Նիկոլ Փաշինյանը, կամ ավելի վտանգ է իրեն մեջ ներկայացնում կամ իրենում ներկայացնում, քան Էրդողանը, ում գիրքը գրկած եւ այսպես ես երևի տենց հայացք կընդունեմ կամ կունենամ, երբ որ ինչ-որ հեշտակներ տեսնեմ։ Սիրահարված կամ չգիտեմ, երևի ամենասիրահարված ժամանակը 14-16 տարեկանում եմ ունեցել նման հայացք։ Այդ հայացքով որ գիրքը գրկած ինքը նայում էր Էրդողանին, ում բայրակտարները ուղղված էին Հայաստանի դեմ եւ ում կողմից ղեկավարված պատերազմում հաղթեց Ադրբեջանը եւ ում կողմից ղեկավարվող պատերազմում հաղթեց Ադրբեջանը։ Լավ, միթե այս հազարավոր մարդիկ իրաց հարց չէ տալի, ո՞նց եղավ, որ մեր մոտ արժեքները փոխվեցին եւ մի օր արթնացանք եւ հասկացանք, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը մեր չարիքների չարիքն է եւ պետքա փոխվեր եւ դրանից հետո մեր կյանքը դառնալու է լավը։ Սերժը պետքա գնար դրանից հետո դառնալու էր կյանքը լավը, գնաց 8 տարի աճ դառավ լավը, պետքա թալանը վերադարձվեր մեր կյանքը կդառնար լավը, այդպես էլ չդառավ լավը, հիմա Գարեգինին ենք անցել։ Հիմա կարենք հարցնենք, իսկ ում եք նշանակելու կաթողիկոս։ Նույնիսկ այդ հարցը դուք ես տվել ես, ում են նշանակելու կաթողիկոս։ Կճոյանին, թե ունեն մեկ ուրիշը, ում պետքա արագ օծեն ու ԿՊ-ից բերեն ու ասեն, այն որ զանգում ասում են, SMS-ով WhatsApp-ով հանում են գործից, WhatsApp-ով նշանակում են։ Ասենք ԿՊ-ում կա ինչ-որ մեկը, ում տեսնում եք ապակա կաթողիկոսի։ Իմ համար գործողություններն են կարևոր, հասկանում ես, ցանկացած բան գործողություն է։ Երբ որ այսօր առողջապահության նախարարը Թումանյանը ցիտում, ես դա իմ համար կեղծ է, դա իմ համար սուտ է, որովհետև այդ նույն առողջապահության նախարարի ղեկավարած ժամանակներում էին տոպրակների մեջ մեր զինվորների դիակները լցված դիահերձարաններում։ Չեմ հավատում իրա ցիտած Թումանյանին, հասկանում ես, խոչուբեի։ Այսպեսին էր առաջին ռաունդը, կվերադառնանք րոպեներ անց։ Դե ինչ մենք գտնվում ենք Pinnacle Aro Centrum, այն մեր գործընկերն է եւ դուք կհարցնեք թե ինչու եմ ես այստեղ հենց Մեհեր Բաղդասարյանի հետ այցելել։ Մենք միասին սիրում ենք անպայման այցելել տարբեր տեսարժան վայրեր, բայց ամենահաճախ լինում ենք իհարկե տարբեր ավտոսենթերներում, որտեղ վերականգնում են մեքենան իր լավագույն գործարանային տեսքին մոտ եւ պիտի նշենք, որ Pinnacle Auto Service-ը առաջարկում է իր լավագույն ծառայությունները այդ առումով։ Առհասարակ կան մարդիկ, ովքեր մեքենային վերաբերում են ինչպես սեփական առողջությանը եւ շատ ուշադիր են մեքենայի նկատմամբ, ինչպես օրինակ Արա Ղազարյանը, անընդհատ տանում ստուգում է եւ այլն։ Եվ կան մարդիկ, ովքեր չափազանց անտարբեր են իրենց մեքենայի առողջությանը եւ Չէ, ուղղակի կան լավ վարորդներ եւ կան վատ վարորդներ։ Լավ վարորդները աչքի են ընկնում նրանով, որ նրանք երբևէ չեն ենթարկվում ավտովթարի եւ մեքենան չեն խազում, չեն ճմրթում, իսկ կան նաեւ վարորդներ, ովքեր հաճախ են այցելում
նմանօրինակ Ես հիմնարկ առաջարկում ձեռնարկությունն եմ այս հայտարարությունից հետո Արայք դու կճմտես քո փափուկ մասերից մեկը, որ Կճմտեցի։ մեկ աչքով չտա։ Իսկ ես նշեմ, եթե դուք էլ Աստված չարասցե հայտնվեք նույն իրավիճակում, ավտովթարների պարագայում ամենակարևորը թող որևէ մեկը չհայտնվի, բայց եթե արդեն հայտնվել եք, առաջին զանգը հենց այս հեռախոսահամարով պետք է զանգարել։ Ինչու՞։ Առաջին հերթին այս ընկերությունը համագործակցում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, որ դա ամենակարևորն է։ Towing-ը, տեղափոխումը մեքենայի միանգամայն անվճար է, ժամանակավոր մեքենան տրամադրում են։ Այո։ Եվ որ ամենակարևորն է, այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ եւ հիշելով պապական, տատական այն ասացվածքը, որ ինչ լինում է թող ժեշտի լինի, իհարկե այդ ժեշտը միանգամից վերակերպարանափոխվում է եւ դառնում է նոր միայն այստեղի մասնագետների Եվ օգնությամբ։ խոսելով խնդիրների մասին նաև անպայման ասենք, որ միշտ այնպես է լինում, որ տարբեր collision center-ներ շատ երկար են մեքենան իրենց մոտ պահում, իսկ այստեղ շատ արագ են անում, այնպես որ զանգահարեք եւ վստահեք հենց այս ավտոընկերությանը։ Մենք գտնվում ենք Գլենդելում գտնվող մեր ամենասիրելի ռեստորաններից մեկում։ Ellis House այդպես է կոչվում այն ռեստորանը, որի մասին գիտե այստեղ ապրող գրեթե յուրաքանչյուր հայ։ Շատերը գիտեն նաև հին անվանմամբ Old Gyumri։ Ինչու են մարդիկ սիրում հաճախել հենց այստեղ, որովհետև այստեղ աչականջը ձախ ձեռքով չեն բռնում, այլ հակառակ ամեն ինչ շատ պարզ է, ինչպես որ լինում է սովորաբար։ Ամենահամեղ ու հայկական խոհանոցը, լավագույն սպասարկումը եւ դրական ու բառից լավ իմաստով հայկական միջավայր։ Այո, ես լրիվ համաձայն եմ Մայրի հետ եւ շարունակելով նրա արտահայտած միտքը ուզում նախ շնորհակալություն հայտնել քեզ, որովհետեւ քո ղեկավարած կոլեկտիվը շատ կարևոր դերակատարություն ունի, որ այս ռեստորանը անդադ մնում է սիրված եւ ակտուալ եւ ամենակարևորը համեղ ուտեստներից բացի դուք կարողացել եք ռեստորանը վերափոխել ու սարքել լիովին ընտանեկան ռեստորան։ Այստեղ մարդիկ գալիս են ընտանիքներով, երդաստաններով, այստեղ նշում են ընտանեկան ամենատարբեր մեծ ու փոքր միջոցառումներ, տոնում են տոներ եւ որ ամենակարևորն է գնում են այստեղ գող եւ երջանիկ։ Երջանիկ եւ այդպես ասվում է, որ աշխատանքը կատարված է, որով երբ որ մեկ անգամ գալիս են, երբ որ գալիս են երկրորդ, երրորդ անգամ դու արդեն ուրախ ես, որովհետև աշխատանքդ կատարել ես շատ լավ։ Այո, մեզ մոտ ամեն ինչ պատրաստվում է թարմ տեղում եւ մեծ աշխատանք է տարվել, որպեսզի դառնա ընտանեկան ռեստորան։ Եվ եթե նկատեցիք վաղ առավոտից ընտանիքներ են այցելում եւ Նախաճաշի եւ Խաշի եւ ասեմ, որ Պասի սեզոնը բացվել է եւ գալիս են, այցելում են, ուտում են, վստահում են մեզ իրենց փոքր եւ մեծ առիթները։ Մենք էլ ինչպես կարողանում ենք բարձր տրամադրությամբ, լավ սպասարկումով, համեղ ուտելիքներ ուտեսներ մատուցելով մարդկանց ճանապարհում ենք դեպի տուն։ Դե ինչ տեսնում եք հեռախոսահամարը հասցեն անփոփոխ է զանգահարեք ժամադրության համար, այսինքն ամրագրելու համար, ոչ թե ժամադրության, այլ ամրագրելու համար, որովհետև այստեղ անընդհատ զբաղված են բոլոր առանձին սենյակները, կուպեները, բացօթյա սրահը, մեծ սրահը անընդհատ զբաղված է։ Եվ որպեսզի այսպես վատ անակնկալի չհանդիպեք, անպայման զանգահարեք եւ ամրագրեք ձեր տեղերը նախորոք։ Այժմ մենք գտնվում ենք իմ ամենասիրելի վայրերից մեկում, Լոս Անջելեսի, դա Երևանյան շունչը փոխանցող տուն Լահմաջոն է, իսկական փոքրիկ Երևան մեր այս փոքրիկ մասնաճյուղում։ Տուն Լահմաջոն առաջարկում է լավագույն եւ երևի թե ամենագաղտնի պահպանվող Լահմաջոյի բաղադրատոմսով Լահմաջոն, որը բոլորիս ամենասիրելին է, որևէ մեկը չի էլ քննարկում անգամ, թե որն է լավագույն Լահմաջոն, դա գիտեն բոլորը։ Եվ ինձ ճանաչող երևի թե գրեթե բոլոր իմ ընկերները այցելել են այստեղ եւ դարձել են մշտական հաճախորդ։ Բայց դա չէ միայն որ պիտի ասեմ, շատ հաճախ մենք չգիտենք թե ուր գնալ ընտանիքով կամ ընկերական մտերիմ շրջապատով, որովհետեւ չգիտես թե ովքեր են նստած կողքի սեղանին եւ չգիտես թե ինչ միջավայր է։ Տուն Լահմաջոյում իսկական ընտանեկան ջերմ եւ խաղաղ միջավայր է, այստեղ գալ անպայման պետք է։ Առաջարկվող հայկական խոհանոցը մենյուում պարզապես ցնցում է, իսկ կիրակի ու շաբաթ առավոտյան նախաճաշը այստեղ լավագույն երևանյան նախաճաշերից է։ Անպայման այցելեք տուն Լահմաջո եւ ճաշակեք լեգենդար լահմաջոների համում։
Մայրերի օրվա արդիվը մեծ Tours and Travel առաջարկում է ձեզ լավագույն նավագնացությունը։ Պետք է նշեմ, որ երկար տարիներ շարունակ այս տուրիստական ընկերությունը զբաղվում է մեր հայրենակիցների հանգստով Միացյալ Նահանգների սահմաններում, դրանցից դուրս, Մեքսիկո, Եվրոպա, Հայաստան եւ այլն։ Եվ այս մայրերի օրվա նվիրված նավագնացությունը լավագույն ժամանցի միջոցներից է։ Մայիսի 8-ից 11-ը տեղի է ունենալու այս նավագնացությունը, որին մասնակցելու են արտիստներ Գոհար Հովանեսյանը, Արթուր Mr. X-ը, Վիկտոր Էսպինոլան, Սամվել Երևինյանը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը եւ համազգային Պարի համույթը։ Այցելեք եւ կտեսնեք, թե ինչպես է անցնում ձեր լավագույն մայրերի օրը։ Մենք շարունակում ենք Օծի լեզուն եւ երկրորդ ռաունդում անդրադառնալու ենք մեկ այլ էքսցենտրիկ ղեկավարի, այս անգամ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահին Թրամփին, ում էքսցենտրիզմի եւ առասարակ բարիս երբեմն լավ, երբեմն ոչ այնքան լավ էքսցենտրիկ լինելու մասին խոսում են միլիոնավոր մարդիկ։ Եվ վերջին իհարկե այդ դրսևորումներից մեկն էլ ամերիկյան ֆուտբոլի ամենահայտնի Super Bowl-ի ֆինալի half-time show-ի Բերբենի ելույթներ, որը նրան պարզապես զայրացրեց։ Այդ ամենը իհարկե սկսվեց Գրեմի մրցանակաբաշխությունից, երբ հայտնի հաղորդավարը կատակեց եւ ոչ այնքան ինձ թվում է այնուամենայնիվ տակտով խոսեց Թրամփի եւ Էփշտեյնի կղզու մասին։ Որ մասեր ոչ տակտով։ Մարդը հումոր է արել, Ամերիկայում։ Հումոր արեց, բայց եւ Ամերիկայում խոսքի ազատությունը եւ հումորը միշտ եղել է բոլոր նախագահների ժամանակ եղել է առաջնակարգ եւ այս ազգը հպարտանում է դրանով, որ կա խոսքի ազատության բացառիկ։ Բայց այդ ֆայլերը, որոնք պետդեպարտամենտը հրապարակել է, դեռևս վերջնականապես ուսումնասիրված չեն եւ Թրամփի լուսանկարը այնտեղ դեռևս չի նշանակում, որ Թրամփը բռնաբարել է անչափահաս աղջիկների կամ որևէ սեռական առողջություն ունի։ Մարդը ուղղակի հումոր է արել։ Եվ ասաց, որ Թրամփը եղել է եւ Թրամփը սիրում է այդ կղզին, դեռևս ապացուցված չէ, որ Թրամփը այդ կղզում եղել է, թե չէ։ Այդ մարդու հետ ով հանցագործ է համատեղ լուսանկարը դեռ չի նշանակում եւ ապացույց չի։ Բայց մի լուսանկար չի, բազմաթիվ լուսանկարներ փաստում է, չէ՞ որ եւ Թրամփը չի երգում, որ այդ մարդուն ճանաչել է, որովհետեւ այդ մարդը եղել է ամբողջ բիրժայի խորհրդատուներից մեկը, իսկ Թրամփն էլ այդ ոլորտի ներկայացուցիչ է եւ բարձր միմյանց պիտի ճանաչեին։ Եվ միևնույն ժամանակ կարծում եմ, որ այնուամենայնիվ Թրամփն էլ լինելով էքսցենտրիկ, բարձր որ արագ սկսեց թվիթեր անել եւ դատական գործ հարուցել, իբրև թե լրագրողներին, իր իրավաբաններին ուղարկելու եւ այլն։ Սակայն վերադառնալով Super Bowl-ի half-time show-ի Bad Bunny ելույթին, պիտի ասեմ, որ ինձ համար սա բոլոր ժամանակների ամենագեղեցիկ եւ ամենակարևոր իմաստ գրող half-time show-ն էր։ Եվ յուրաքանչյուր անգամ սպասելով տարվա հենց այդ օրը այդ իրադարձությանը ես այս անգամ ուղղակի հիացած էի մեսեջինգով, որը կար յուրաքանչյուր կադրում եւ դետալում։ Ինձ համար շատ կարեւոր է, որ հենց ընտրությունը, որովհետեւ նրանք ընտրել էին մեր ժամանակների երևի թե երաժշտական գլխավոր հերոսին, ով ոչ թե 99, այլ 101%-ով հավատարիմ մնալով սեփական անձին ստացել էր Grammy գլխավոր մրցանակը եւ դարձել է տարվա համաշխարհային սթրիմինգի համար առաջին արտիստը, համ Միացյալ Նահանգների, համ նաեւ համաշխարհային, Spotify-ի մասին է խոսքը։ Երկրորդ հերթին աստղը լինելով ամենապահանջվածը Bad Bunny-ին երգում է միայն իր մայրենի լեզվով եւ միաժամանակ մայրենի մշակույթն է առաջին պլան բերում, պոպուլիզացնելով դա եւ դառնալով համար առաջինը, այլ ոչ թե լինելով underground կամ մնալով այլընտրանք, այսինքն ինքը միակ արտիստն է դեռևս, որ եկել է ապացուցելու, որ ինձ մեծ լեյբլն էլ ժողովուրդ ջան պետք չեն դառնալու համար առաջինը։ Ինձ պետք չի մտնել խաղի կանոնների տակ, որպեսզի դառնալ համար առաջինը։ Հակառակը նա ինչ է արել ինքը, շրջագայությունը սկսել է եւ Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի բոլոր երկրներում դրել է համերգներ, բացի Կենտրոնական Ամերիկայից։ Ասելով եթե կա այսը Կենտրոնական Ամերիկայում, ես համերգ չեմ տալիս այդտեղ։ Հասկանում ես, քանի տասնյակ միլիոն, 100 միլիոններից է մարդը հրաժարվել ու ցույց տվել, որ լեյբլները կամ մեծ մարդիկ, ովքեր փող են ներդրել իր գործի մեջ, չեն կարող փոխել իր մարդկային, ոչ թե ազգային, այլ մարդկային հայացքները։ Ամբողջ շոուն սիմվոլիկայի ժանրից էր, այդ շաքարի փաստորեն պլանտացիաները, այո, եղեգները, այդ պլանտացիաները խորհրդանշում են Պուերտո Ռիկոյի են մշակույթը, որից ինքը եկել է, ամենակարևոր բանը ինձ համար, որ ինձ իսկականից հուզել է, դա աշխատավոր ռասայի, աշխատավոր մարդկանց
արած աշխատանքի գովաբանումն է, երբ մենք տեսնում ենք դոմինո խաղացող պապիկներ, երբ մենք տեսնում ենք մանիկյուր մատնահարդարում անող երիտասարդ աղջիկների արագ սնունդ վաճառող Այսինքն լատինո այն ժողովուրդը, ով որը պահում է Ամերիկայում պահում է Ամերիկա։ Եվ առանց իրանց մենք հաստատ double եւ triple 2-3 անգամ ավել ենք վճարել յուրաքանչյուր ծառայության կամ յուրաքանչյուր սննդի տեսակի համար։ Ինձ ամենաշատը հուզելա եւ ուղակի ցնցելա այն կադրը, երբ երեխային փոխանցում է Grammy մրցանակը, դա ունի երկու ինտերպրետացիա, երկու բացատրություն։ Ես դա տեսել եմ այսպես եւ շատերը տեսնում են այսպես, բայց առանց կարդալու իդեպ հենց այդ վարքյանին իրար հետ ենք առաջին անգամ նայում։ Ես դա տեսել եմ, որ ինքը իրեն է այդ երեխայի փոխարեն տեսնում եւ տալիս է մրցանակը, ասելով, որ այդ աղքատ ընտանիքում, երբ դու նստած նայում ես Grammy-ն, մի օր դա քո հետ է տեղի ունենալու եւ դա սիմվոլիկա է, թե ինչպես նույն բանը կարող է միլիոնավոր երեխաների հետ տեղի ունենալ, երբ դուք աղքատության մեջ ապրելով կամ սահմանափակ հնարավորություններով ապրելով մի չմոռանանք, որ երիտասարդը մի քանի տարի առաջ սուպերմարկետում է աշխատել եւ տոպրակ է լցրել։ Դա հաստատ 10 տարի առաջ, մի քանի տարի առաջ, 10 տարի առաջ ընդամենը, դա սիմվոլիկա է, թե կյանքում ամեն ինչ լավ է լինելու։ Մյուս ավելի հավանական տարբերակներից մեկն է նաև այն, որ այդ երեխային դեմքով նմանացրել են IC կողմից ձերբակալված են ընտանիքի երեխային, ով մնացել էր միայնակ։ Հետո փարքաստու լուծվեց այդ հարցը։ Լուծվեց այդ հարցը։ Կադրեր կար, ինքը մի քանի կարևոր մասերից էր բաղկացած, նաև տոնակատարություն կար, այդ հարսանիքը, ընտանեկան արժեքների միավորումը եւ այլն, եւ մի շատ կարևոր հատված կար, թե ինչպես է ինքը բարձրանում այդ սյուներին էլեկտրական եւ այնտեղ անընդհատ հոսանքահարման կադրեր էին, դա էլ խորհրդանշում է անընդհատ հոսանքազրկվող Պուերտո Ռիկոն։ Եվ վերջում դու հասկանում ես մարդը իր ելույթում 15 րոպեանոց որքան խնդիրներ է առաջ բերել եւ որքան խնդիրների լուծում է նաեւ առաջ տվել։ Եվ ամենակարևոր մասը, երբ ինքը ֆուտբոլի գնդակը գրկած քայլում, այս դա ամերիկյան ֆուտբոլում ես հետո տեղեկացա, ամենաուժեղ ստրատեգիան է համարվում, երբ դու գնդակը բռնած կարող ես քայլել, իհեճուկս բոլոր փաստորեն մարդկանց, ովքեր գալիս են քո վրա, եւ կրկնում էր Լատինական Ամերիկայի բոլոր պետությունների անունը, նշելով, որ մենք բոլորս Ամերիկա ենք։ And together we are strong. Միասին մենք ուժեղ ենք, այդ գաղափարախոսությամբ ավարտում իր ելույթը։ Ավելի փառահեղ, ավելի իմաստավոր ելույթ լինել չէր կարող։ Եվ ես կարծում եմ, որ այս ելույթի messaging-ը ամենակարևորը հասցնում է այս Generation Z-ին, այն մարդկանց, ովքեր ավելի երիտասարդ են տարիքով եւ ավելի շատ են կուրքեր ստեղծում եւ ավելի շատ են, ինչպես եւ ես եմ այդպես եղել լինելով միլենիալ, հետևելով, չգիտեմ, Eminem-ի յուրաքանչյուր ելույթին կամ յուրաքանչյուր speech-ին Grammy ստանալուց եւ այլ, ինձ համար դրա մեջ եղել է messaging եւ ես նույնականացրել եմ ինձ իր հետ անընդհատ կամ փորձել եմ նմանվել իրեն ինչ որ առումով։ Մենք գիտենք, որ հիմա ինֆորմացիան շատ արագ է սպառվում եւ երեխաները հիմա այս մի րոպեանոց ռիլսերի եւ 15 վայրկյանանոց ստորիների պատճառով, բոլորս չենք խորանում որևէ բանի մեջ եւ այս generation-ն էլ սիմվոլիկայի մեջ շատ չի խորանում, ինձ թվում է փորձում է նաեւ այս երեխեքին հակառակ տեղ դնել, ասելով, որ ամեն ինչի մեջ այնուամենայնիվ կա իմաստ։ Նայ, ես Բեդբանի մասին իմ կարծիքը ունեմ եւ նրան նկատել եմ շատ վաղուց, որովհետեւ ինքը շատ վառ անհատականություն է եւ այն երաժշտությունը, որը ինքը բերեց, արդեն տարբերվում էր, նաեւ իսպաներեն երաժշտություն ներկայացնում եւ ներկայացրել միշտ եւ ինչպես դու նշեցիր, չի գնացել տրենդերին, այսպես չի խոնարհվել շատ ու շատ մարդկանց տեսակետների կամ ճաշակի առաջ, այլ բերել է Իրանը եւ ներկայացրել է Իրանը ու դրանով է ինքը հենց հետաքրքիր, ինքը իմ համար միշտ էպոտաժային է եղել ու հետաքրքիր է եղել իր տարբեր դրսևորումներով, անգամ Մեդ Գալայի ժամանակ իր հագուստներով, իր առանձին վերցրած կերպարներով, որով ինքը միշտ շոկի է ենթարկել հանրության ամենատարբեր շերտերին, դա ես միշտ գնահատել եմ եւ գնահատում եմ անկախ տարիքից եւ անկախ սեռից եւ անկախ թե որ երկրի քաղաքացի է մարդը, եթե մարդը ունի դեմք, եթե մարդը ունի խիզախություն, նաեւ իր արտաքին կերպարը ընդգծելու եւ ներկայացնելու հետ կապված, ապա դա իհարկե իմ համար առաջնային է։ Անխոս մարդերի երիտասարդ տաղանդավոր եւ անխոս ինքը ներկայացնում է ամերիկյան երազանքի այդ հավաքական կերպարը, որովհետեւ Պորտո Ռիկոից է, որի դեպ Ամերիկայի մասը։ Այո, մենք ապրում ենք մի երկրում եւ մի ժամանակներում, երբ նախագահը երկրի ասում է, որ պետք է երկչին, չհավանելով նրա ելույթը Սուպերբոլի ժամանակ, ասում է, որ այդ երկչին պետք է արտաքսել իր հայրենիք,
առանց խորանալու եմ փաստի առաջ, որ վաղուց Պորտո Ռիկոն համարվում է Միացյալ Նահանգների մի մաս եւ Պորտո Ռիկոյում ապրող բոլոր եւ ծնվող բոլոր քաղաքացիները մարդիկ անկախ նրանից նրանք գիտեն անգլերեն թե չգիտեն անգլերեն, անկախ նրանից սիրում են Թրամփին թե չեն սիրում Թրամփին, հանդիսանում են Միացյալ Նահանգների քաղաքացի եւ ուր ես ուզում արտաքսել Բեդբանին հարգարժան Միացյալ Նահանգների նախագահ ու ավելացնեմ նաև քո ասացին, որ օրեր առաջ Lady Gaga-ն եւ Taylor Swift-ը, ովքեր երկու ամենաազդեցիկ կին երիտասարդ երգչուհիներն են այժմ Միացյալ Նահանգներում, հանդես են եկել հայտարարությամբ, որ Թրամփի վարչակազմի ընթացքում նրանք հրաժարվում են ընդունել որևէ ելույթի առաջարկ Սպիտակ տնից։ Բաց տեքստով։ Հիմա փորձենք նույնը պրոյեկտել մեր հայրենիքի վրա։ Հնարավոր է արդյոք մենք ունենանք որևէ երգիչ կամ երգչուհի, ով ունենա մասսայականություն ծայրաստիճան եւ ունենա այնքան սկզբունքայնություն, որ որևէ վարչակազմի ընթացքում, ընդհանուր միջև այս վարչակազմի ընթացքում, որ համարվում է ամենաառաջադեմն ու տոլերանտը, հայտարարությամբ հանդես գա, որ ինքը չի ելույթ ունենալու որևէ պետական միջոցառման։ Հակառակը մենք ունենք օրինակ երգչուհու վերջերս, մենք ունենք օրինակ մի երգչուհու վերջերս, ով ուղղակի հպարտանում էր, որ ինքը միակ երգչուհին է, ում ընտրել են այդ քաղաքական ուժի հանդիպմանը ելույթ ունենալու համար։ Ինձ թվում է դա ոչ թե հպարտանալու առիթ է, այլ աշխատանք, որն արվել է եւ դրա համար հպարտանալը տեսակ տարօրինակ է։ Հո միանգամից պատասխանեմ, մենք չունենք նման երգիչ եւ մենք չենք ունենալու նման երգչուհի։ Բոլոր ժամանակներում չենք ունեցել, որովհետև կամ եղել են պալատական երգիչներ, կամ եղել են վախվորած երգիչներ, երգչուհիներ, ովքեր փորձել են իրենց հանապազորյա հացը վաստակել, որովհետև այն ժամանակ, երբ որ չկար YouTube-ը, կար փակվելու վախը, որովհետև ռադիոներից եւ TV-ներից կփակվեին, կիսլարոդը, օդը, դպածինը կփակվեր եւ նրանք ուղղակի մի օրում կդառնային չհիշված եւ մոռացված անուններ։ Իսկ այսօր մարդիկ վախենում են առանձին ելույթներ ունենալ եւ առանձին կարծիքներ, տեսակետներ իրենց բեսեդկաներից, իրենց խոհանոցներից բերել հանրային դաշտ եւ արտահայտել ոդքասթերի ժամանակ, հաղորդումների ժամանակ կամ հանրության հետ հանդիպումների ժամանակ, կամ ինչ-որ statement տալ, կամ ինչ-որ մի բան ասել բեմից, որովհետեւ հասկանում են, որ այդ մեծամասնությունը ագրեսիվ կամ անգամ եթե դրանք մեծամասնություն չեն, այնուամենայնիվ նրանք այնքան ագրեսիվ են իրենց ֆեյքերի բանակով, որ կլվան, կսրբեն, կտանեն, կավիրեն եւ չեն թողնի քարը քարին։ Իսկ այսօր հավատա Հայաստանում այդքան էլ հեշտ չի ապրել վախի մթնոլորտում, հասկանալով, որ վաղը կարող է ինքը արթնանա այդ տվյալ ստեղծագործողը կամ արվեստագետը ու տեսնի ինչպես են ավիրել ու քարը քարին չեն թողել այդ ֆեյքերն ու այդ բազմությունը իր արածն ու իր անցած ճանապարհը։ Դրա համար մենք այսօր ես միշտ մի անգամ այս վերջերս ես գրել էի, որ քաղաքականությամբ մենք չենք զբաղվում ասող արվեստագետներ, դուք քրիստոնեությամբ էլ չեք զբաղվում։ Լավ, երբ որ չէին ասում ինչ-որ բաներ կապված քաղաքական ինչ-որ հայացքներ չարտահայտելու հետ կապված, նախկիններ, ներկաներ, չգիտեմ, Նիկոլ, Քոչարյան եւ այլն ամենատարբեր չէին ուզում մտնեին այդ կեղտոտ դաշտ, ասելով, որ դա կեղտոտ դաշտ է, մենք մուզիկան չզբաղվել պոլիտիկա։ Չնայած դու նոր օրինակ բերեցիր, ինչպես մուզիկանտները զբաղվել պոլիտիկա եւ դրա բառապացույցն են Օսկարի արարողությունները, երբ որ ռեժիսորները ուղղակի հրաժարվում են Օսկարից եւ հայտնի դեպք կա եւ հնդկացին է գալիս եւ ներկայանում եւ ասում որ չեմ ուզում սխալ անուն ասել, բայց կարկառուն դեմքերից մեկի Օսկարի ստանալու արարողության ժամանակ էր դա տարիներ առաջ, երբ որ բարձրանում բեմ ու ասում որ ինքը չի ուզում Օսկարը, որովհետեւ հնդկացիների իրավունքները ոտնահարվում այս երկրում։ Երբ որ 9/11-ից հետո եղավ այդ դեպքը, երբ որ դուրս եկան եւ հայտնեցին իրենց դժգոհությունը, բազմաթիվ ելույթներ կան մրցանակը ստանալու ժամանակ, Գրեմիների ժամանակ, Էմիների ժամանակ, Գոլդեն Գլոբների ժամանակ, երբ որ քաղաքական ստեյթմենտներ են տալիս արվեստագետները եւ չեն վախենում փակվելուց կամ եւ գաղտնիք չի որ այս երկրում նույն այսօր երբ որ նրանք դա անում են, գաղտնիք չի որ երբեմն անում են։ Եկեք չմոռանանք ամենաազդեցիկ դեպքը երբևէ որ տեղի է ունեցել Օսկարի ընթացքում, դա երբ տարիներ առաջ Մերիլ Սթրիփը Դոնալդ Թրամփի տեսքով բարձրացավ եւ սկսեց ծաղրել նրան։ Նման բազմաթիվ օրինակներ կան։ Ժուրնալիստիկան եւ բժշկություն ունեն հստակ պահանջ՝ մի վնասիր։
Սակայն ցավոք երբեմն այնպես է ստացվում, որ բժշկական սխալների պատճառով մարդու մոտ անդառնալի առողջական հետևանքներ են լինում։ Այս պարագային եւս պետք է դիմել հստակ մասնագետի իրավաբանի։ Գրիգորյան Law Firm-ում այդ հարցում ձեզ կօգնեն։ Ողջույն Աննա։ Ինչ կարելի է անել, երբ առաջանում են առողջական խնդիրներ, բժշկական բացթողումների եւ սխալների պատճառով։ Մենք ունենք շատ լավ մասնագետներ, especially Ամերիկայում, Կալիֆոռնիայում ունենք ամենաբարձրագույն մասնագետները, բայց լինում են դեպքեր, որ բժիշկների սխալի կամ անփույթության պատճառով վնասվում են մարդիկ ու ունենում են շատ անդառնալի վնասվածքներ, որ երբևիցե չի լինում դա շտկել։ Եվ այս դեպքերի ժամանակ հիվանդը հաճախորդը ունի իրավունք հատուցում ստանալու իր վնասվածքների համար։ Եթե բժշկի անփույթության կամ իր կլինիկի հաստատության անփույթությամբ, իր աշխատողի անփույթությամբ վնասվել է անձը իրավունք ունի դատի տալու հաստատությանը, բժշկին, քույրերին եւ հատուցվելու իր վնասվածքների համար։ Ամենակարևորը վնասվածքների դեպքում, especially բժշկության դեպքում, ժամանակն է։ Այն օրից, երբ որ մարդը հասկացավ իր վնասվածքները, որ ինքը ստացել է բժշկի անփույթության պատճառով, ժամանակը սկսում է աշխատել։ Եվ 1 տարվա ընթացքում պետք է անձը արդեն հայտ ներկայացնի դատարանին, որ պաշտպանի իր իրավունքները։ 1 տարի դեպքը պատահելուց հետո, երբ որ մարդը կիմանա, 1 տարի դեպքից հետո, երբ որ մարդը հասկանում է իր իրավունքները եւ 3 տարի դեպքից հետո։ Եթե այդ ժամանակները անցնում է, իրականում շատ դժվար է լինում բժիշկներին պատասխանատու պահել իրենց աշխատանքների համար։ Այնպես որ, սիրելի հետևորդներ, նշված հեռախոսահամարով զանգահարելով դուք կստանաք հստակ եւ մասնագիտական օգնություն։ Այս հարցում եւս Գրիգորյան Law Firm-ը ունի մեծ փորձ եւ հստակ նաեւ հաղթած кейսեր։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Մենք գտնվում ենք մեր սիրելի Venus Gifts խանութսրահում, որտեղ կարող եք գտնել համաշխարհային բրենդերի ամենալայն տեսականին եւ որ ամենակարևորն է, ամենաթարմ հավաքածուները։ Այսօր ձեզ պատմելու ենք Լալիկ ապրանքանիշի մասին, որն ուղիղ 100 տարով մեծ է ինձնից, 1888 թվականին է այն հիմնադրվել։ Պիտի նշեմ, որ մենք հայերս իրականում շատ մեծ ներդրում ունենք այս բրենդի զարգացման հարցում, սակայն քչերը գիտեն այս մասին։ Ամենահայտնի հայ բարերարներից մեկը, մեկենասներից մեկը Գյուլբենկյանը ժամանակին բավականին մեծ ներդրում է արել այս բրենդի զարգացման հարցում, ֆինանսական ներդրում եւ նաեւ հավանաբար հոգեբանական, հավատալով այս բրենդի զարգացմանը եւ այդ իսկ պատճառով կան բացառիկ փաստորեն արվեստի գործեր հենց այս ապրանքանիշի կողմից, որոնք ներկայացված են բացառապես Եվրոպայում գտնվող Գյուլբենկյանի թանգարանում։ Սակայն այդ թանգարանից ոչ պակաս կարևոր եւ տպավորիչ է նաեւ Venus Gifts-ի հավաքածուն, որը մշտապես առանձնանում է իր յուրահատկությամբ, այստեղ կան արվեստի գործեր, ծաղկամաններ եւ ոչ միայն, որոնք կարող եք գտնել բացառապես հենց միայն Venus Gifts-ում գոնե այս շրջանում Լոս Անջելեսի եւ Կալիֆոռնիայի պիտի ասեմ, որ ապրանքանիշը աչքի է ընկնում իր ավանդական եւ տրադիցիոն մոտեցմամբ եւ այնուամենայնիվ նաեւ ամենահետաքրքիր եւ անսպասելի զարգացումներով դիզայնի տեսանկյունից։ Գնահատեք ինքներդ եւ այցելեք Venus Gifts խանութսրահ։ Art and Beauty Aesthetics-ում մտածում են ձեր առողջության մասին եւ դա անում են պրոֆիլակտիկ տարբերակով նաեւ։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն է այսօր մեզ հետ, ողջույն բժիշկ։ Բարև Մհեր ջան։ Վերջերս շատերը մեզնից անընդհատ հիվանդանում ենք եւ դա սկսում է կոկորտից, քիթ կոկորտով շարունակվում է, ջերմություն եւ այլն։ Այդ առումով արդյոք IV գործընթացները միջ երակային են, այո, դրանք կարող են օգնել։ Շատ ճիշտ սեզոնում ենք հիմա այս նկարանում անում, որ ինչ ակտուալ է, բոլորը հիվանդ են այս վիրուսային վարակով, ինչ է այդ IV թերապիան։ Ուղղակի օգնում է ձեր օրգանիզմին դիմադրել, ինքը վիրուսին չի բուժում, դա պետք է ձեր օրգանիզմը պայքարի, ուղղակի տալիս է այն բուստը իմունիտետի դիմադրողականության, որպեսզի դրա մեջով հեշտ անցնեք։ Եթե դուք զգում եք արդեն ձեզ մոտ սկսում են այդ սիմպտոմները, եթե ժամանակ ունեք, խնդրեմ, այցելեք մեզ մոտ, մենք ձեզ կօգնենք IV այդ ներարկումների միջոցով ավելի հեշտ անցնել կամ նույնիսկ առնել դրա դեմը, որ նույնիսկ չվարակվեք։ Բացի այդ վիտամինների կոմպլեքսից, լյարդի դետոքսիֆիկացիայից, այս վերջերս շատ պոպուլյար է նաև NAD+-ը, դա օրգանիզմի ամենամեծ էներգետիկ մոլեկուլն է։ Ես ունեմ արդեն անթիվ հաճախորդներ, որոնք որ ուղղակի շատ հաճախ գալիս են մեր մոտ, որտեղ իրենց
ուղեղի པարզ աշխատականությունը իրենց ֆիզիկապես եւ այլը production-ը շատ ահավոր բարձրանում է դրանից։ Խնդրում եմ վերցեք մեզ մոտ ժամադրություն, կոնսուլտացիա կանենք եւ ամենակարևորը անհատական է այդ մոտեցումը, մենք որոշում ենք ձեզ ինչ կարիք կա, դա ձեզ արվում է։ Ես հավելեմ նաեւ, որ դա անմիջապես անդրադառնում է նաեւ ձեր արտաքին տեսքի, մաշկի առողջության, փայլի եւ ընդհանուր առմամբ ձեր կենսախնդության վրա, այնպես որ անպայման այցելեք եւ այս IV գործընթացները հաստատ ձեզ համար են։ ALA Renovations, հիշեք այս անվանումը հեռախոսի համարն ու հասցեն, որ տեսնում եք այժմ ձեր էկրաններին։ Ձեզից շատերը արդեն գիտեն սոլար համակարգերի կարևորության եւ ակտուալության մասին եւ գիտեք, որ կարճ ժամանակահատվածում ձեր բոլոր ծախսերը ետ է վերադառնում եւ բնականաբար իհարկե այլևս էլեկտրաէներգիայի գրեթե ծախսեր չեք ունենում։ Շատ կարևոր է այս հարցում նաև տանիքի վերանորոգումը, որտեղ տանիքը պիտի համապատասխանի չափանիշներին ֆայնանսինգի համար եւ մեր գործընկերները միանգամից հենց այս գործը անում են։ Իմ ձեռքին տեսնում եք օրինակներ, թե որոնք կարող են լինել, բայց նաև այստեղ առաջարկվող լայն տեսականին ձեզ կօգնի այդ հարցում եւս։ Այստեղ տեսնում եք այն պանելները, որոնք սովորաբար տեղադրում են հենց տանիքներին եւ մեր գործընկերները պատրաստ են շատ մանրամասն ձեզ բացատրել, թե ինչու է պետք հենց այդ համակարգերից օգտվել։ Իսկ ես նշեմ, որ Կալիֆոռնիայում, երբ մարդիկ փոխում էին փաստորեն իրենց էլեկտրաէներգիան սոլար համակարգի, կային tax rebate-ներ, այժմ դրանք ցավոք չեն գործում Թրամփի քաղաքականության եւ որոշման շնորհիվ, բայց այնուամենայնիվ մեր գործընկերները պատրաստ են դա անել մինչև 40% աշխատելով ամերիկյան հումքի հետ։ Իսկապես սա աննախադեպ առաջարկ է, առավել մանրամասն այս առաջարկների մասին ծանոթանալու համար առաջարկում ենք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Մեր երկրում, երբ որ պրոյեկտենք մեր երկիր, դա հնարավոր չի։ Շատ շուտով տեղի է ունենալու Խազեր ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, եւ ես վստահ եմ, որ նման օրինակ որևէ հայտարարություն չի լինի։ Եվ ես ելի եմ կրկնում, ես գրել էի դրա մասին, հարցնելով սիրելի արվեստագետներ, նրանցից մի մասը հիմնական մասը ինձ ծանոթ են, հիմնական մասը իմ ընկերներն են, հիմնական մասը քո ընկերներն են, բոլորին սիրում ենք, բոլորին գնահատում ենք հիմնականում։ Խոսքս բոլորին է վերաբերում։ Քաղաքականությամբ չեք զբաղվում, հասկացանք, մի կերպ։ Քրիստոնեությամբ չեք զբաղվում, երբ որ այսենց այն որ հարվածի տակա թուրքերի եւ ադրբեջանցիների պատվերով նրանց կողմից, նրանց հրահանգով հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ միթե ես այն օրը գիտես չէի մտածում, միթե այդքան ամբասիր է եւ այդքան մաքրամաքուր է կյանքի խոսքը եկեղեցու հիմնադիրը։ Ինչ ասես հիմա խոսում են ամենատարբեր մեր սրբազանների մասին, ինչ բաներ են նկարում, հետո պարզվում է սուտ է կուսակրոնությունը խախտելու մեջ են մեղադրում, վեհապարին չնայած իրանց կողքը կա այդ նույն կուսակրոնությունը խախտած սրբազան, որը իրանց թիմից է, ինչ ասես չեն ասում, բայց այս նույն ֆոնի վրա միթե չկան մեր մոտ արվեստագետներ, ովքեր երեդ կունենան առանցին ինչ-որ դիրքորոշմամբ եւ ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ արդյոք աղանդավորական ամենատարբեր խմբավորումների ղեկավարները, ովքեր ներսից քանդում են երկիրը, նրանք սուրբ են եւ նրանց դեմ որևէ բան չկա ասելու։ Միթե երկրի ղեկավարը որևէ բան չունի ասելու Արտուր Սիմոնյանի մասին կամ ուրիշ աղանդների ղեկավարների մասին։ Միթե եթե նրանք սուրբ են, ասեք նրանք սուրբ են, մենք իմանանք, որովհետեւ քարկոծելով մեր առաքելական Սուրբ եկեղեցին, դուք առանց ձեր կամքի կամ հատուկ նպատակաուղված բարձրացնում եք այն աղանդները, որոնք կան եւ բարգավաճում են Հայաստանում, չէ՞։ Որտեւ երբ որ նա բատնա, քխա, ուրեմն նա լավն է։ Որտեւ նրա ղեկավարները սուրբ են, նրա ղեկավարները որևէ կոռուպցիոն կամ ինչ-որ որևէ բաների մեջ թաթախված չեն։ Հիմա գալով հետ նորից Սուպերբոլի արարողությանը, ասեմ, որ այո, Միացյալ Նահանգներում անհնարավոր որ նման օրինակ էքսցենտրիկ եւ նման օրինակ անկանխատեսելի նախագահի ղեկավարման օրոք Սուպերբոլում ելույթ ունենա պորտորիկացի երգիչ, ում ազգը անընդհատ կեղեքվել է, շաքարի եղեգների այդ ամբողջ իլյուստրացիան եւ բեմ այդ դաշտ դուրս գալը խորհրդանշում էր Պորտորիկոն որպես շաքարի արտադրության կենտրոն Միացյալ Նահանգների համար տարիներ շարունակել, որովհետեւ այդ խեղճ մարդիկ ծնվում էին, մեծանում էին եւ գնում էին շաքարի պլանտացիաներ, շաքար եղեգներ աճացնելու։
եւ ստրուկի կարգավիճակով էին ապրում։ Եվ այո, Պորտորիկոյում նաեւ եղել է առանձին վերցրած դեպքեր, երբ ըմբոստացել է այդ ժողովուրդը, ուզեցել է անկախանա, թե ինչ արունալի հետևանքներով է դրանք վերջացել, դրա մասին կարելի է կարդալ եւ կարելի է ուղղակի քչփորել եւ գտնել։ Ուղղակի մենք ապրում ենք մի իրականությունում, երբ ես վստահ եմ, որ Լոս Անջելեսում կամ Միջին Ամերիկայում կամ ինչ-որ Այդահոյում կամ չգիտեմ Նեբրասկայում ապրող լիքը մարդիկ սկի չգիտեն էլ որտեղ է գտնվում Պորտորիկոն։ Եվ այդ բանի ուժը եւ միսիան նաեւ կայանում է նրանում, որ ինքը լիքը ամերիկացիների 350 մոտ միլիոն ամերիկացի է ապրում այս երկրում, որոնք իրենց գյուղից կամ իրենց քաղաքից դուրս հաճախ չեն լինում, որ չկա որևէ մեկ, ով Միացյալ Նահանգներում գրեթե չկա մարդ, ով չի նայում Սուպեր Բոլը եւ այդ դու հասկանում ես դա ինչ լսարան է։ Դա ինչ լսարան է եւ այդ ամենամեծ աուդիտորիան է պրոպագանդա եւ ասես ժողովուրդ, այն որ դուք ապրում եք։ Եվ սովորաբար հոնորար չեն վերցնում արտիստները, որովհետեւ դա մեծագույն գովազն է իրենց համար։ Դա երբ որ դուք ապրում եք, ինքնասպե երբ որ դուք ապրում եք Նյու Համշիրում, սպիտակ ամերիկացիներ եւ դուք ուտում եք ձեր առավոտյան նախաճաշը այդ ձվածեղով եւ բեկոնով տրադիցիոն եւ խմում եք մեքենայից, միացնում եք, խմում եք մեքենայից եփված սուրճը եւ գնում եք գործի, դուք իմացեք, որ եղել է ու կա Պորտորիկո ու լիքը մարդիկ քնեցին արտացան այդ օրը նայելով Սուպեր Բոլը, որովհետեւ Սուպեր Բոլը դա արարողություն է, որովհետեւ բետեր են անում, խաղադրույքներ են անում, համբուրգերներով եւ գարեջուրներով հավաքվում են բոլոր նահանգներում, բոլոր գյուղերում, բոլոր սպորտային նահանգներում։ Մասշտաբը ասենք, որ դա աշխարհի ամենաթանկ գովազնն է այդ ֆուտբոլային հանդիպման ընթացքում եւ բրենդերը եւ ապրանքանիշերն ու կորպորացիաները նկարահանում են հատուկ գովազդ այդ պահին հրապարակի ցուցադրելու համար այդ օրը եւ այլևս երբեք ցույց չեն տալիս այդ գովազդը եւ դրանցում օրինակ նկարվում են Բյոնսեն, Սնուփ Դոգը եւ այլն։ Այնուամենայնիվ ես հավատացած եմ, հիացած լինելով Սուպեր Բոլի պետբանի ելույթից եւ առասարակ իր գործունեությունից, այն փաստով, որ ինքը իր ազգային մշակույթը եւ ազգային առանձնահատկությունը առաջին պլան է բերում եւ վարակում ամբողջ աշխարհին իր ունեցած գենետիկ կոդով, ես կարծում եմ, որ մենք էլ այնուամենայնիվ հնարավոր է ունենանք այնպիսի արտիստներ, ովքեր կարողանան ամեն դեպքում կոտրել բոլոր պատնեշներն ու աշխարհին պատմել մերի մասին։ Եվ ես հավատացած եմ, եթե մեր արտիստներն առավել կոնցեպտուալ լինեն եւ չհրապարակեն եւ չթողարկեն երգեր ոչ թե մի հատ ակտիվ, մի հատ պարային, մի հատ մելանխոլիկ եւ տխուր երգի սկզբունքով, այլ հավատարիմ մնան իրենց տեսլականին եւ մեսեջինգին եւ ազգային արժեքներին, դարձնելով դա պոպ եւ դարձնելով դա մասսայական, գուցե մի օր մենք էլ հնարավորություն ունենք գոնե մեր տարածաշրջանում լինել վարակիչ, որովհետեւ մեր ունեցած ապրանքը կարծում եմ հետաքրքիր է։ Եվ տենց ընկնելով ֆանտազիայի եւ լուսավոր ապագայի գիրկը իմ Instagram-յան ստորիներ բաժնում հարցում էի առաջ շադրել, թե Սուպեր Բոլի պարագային եկեք պատկերացնենք, եթե լինի որևէ հայ արտիստ, ապա ում կցանկանայիք, որ նա ներկայացներ մեր ազգային մշակույթը եւ առաջարկել էի Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Իվետ Ամուկուչյանի եւ Բրունետի տարբերակները։ 24 ժամ հարցումից հետո, որին իդեպ մասնակցել էր չի նշվում քանի հոգի, բայց 22286 մարդ էր, սկրինշոթը կդնեմ նայել ստորին եւ ենթադրում եմ, որ մեծ մասը կմասնակցեին, ինչը վատ թիվ չի հաստատ արդյունքներ հրապարակելու համար, արդյունքներ հասկանալու համար, 37%-ը, որ առաջին տեղում է, պատասխանել էին Սիրուշո, 4-րդ հորիզոնականում 16%-ով Լիլիթ Հովհաննիսյանն էր եւ երկրորդ ու երրորդ հորիզոնականներում հավասարապես 24%-ով կիսել էին Իվետ Ամուկուչյանն ու Բրունետը։ Ես շատ ուրախ եմ այս հարցախոզի համար, դու առանձին վերցրած ինստիտուտի գործ ես անում, դրա համար Հայաստանում ինստիտուտներ են գոյատևում եւ աշխատավարձներ են ստանում, ինչ որ սոցիալական հարցումներ անցկացնելու համար, հարցախոզներ անելու համար։ Լավ է, որ դա ես չեմ արել, որովհետեւ այդ արդյունքները հրապարակելու ժամանակ ինձ կելի կմեղադրեին հերթական անգամ Սիրուշոյի նկատմամբ ինչ-որ անբացատրելի սեր տածելու համար, չնայած այդ սերը ես երբեք չեմ թաքցրել եւ ես միշտ ասում եմ, որ ես նրան ճանաչում եմ 5-6 տարեկանից եւ ես համարում եմ, որ այո, նա ունի անբացատրելի տաղանդ եւ այո, նա կարողանում է անել ամեն ինչ բարձրակարգ եւ շատ ճաշակով։ Եվ պատահական չի, որ քեզ հետևող մարդկանց այդ 22000-ի մեջ վստահաբար ամենատարբեր ճաշակների եւ քաղաքական հայացքների տեր մարդիկ են եւ տեսել են իդեմս Սիրուշոյի։
Ինչու, հետո ես նաև դա էլ ասեմ ու եզրափակենք այս թեման, որովհետև ես կարծում եմ, ես սիրում եմ լիքը երգիչների, երգչուհիների, այդում քո թվարկած բոլոր երգչուհիներին շատ սիրում եմ։ Այնտեղ կարող եմ ավելացնել էլի անուններ, օրինակ Մաշա Մնջոյան, Սոնա Ռուբենյան եւ այլն։ Բայց Սիրուշոն միակն է իմ ճանաչած երգչուհիներից, համենայնպես վերջին ժամանակներում, ու մոտ հավասարապես հաջող է ստացվել եւ ազգային, եւ աշխուղական, եւ ազգային ազատագրական, եւ հայրենասիրական, եւ սիրային, եւ փոփ ժանրերը։ Ինչն է ներկայացրել եւ դա դարձել է հիթ։ Մենք չունենք ուրիշ երգչուհի այսօր ցավոք սրտի, ես շատ կուզենայի որ ունենայինք, որ կարողանային այդքան բազմաժանր լինեին, այդքան հաջողած լինեին ամենատարբեր ժանրերում, որովհետեւ նրա ներկայացրած ազգային ազատագրականը սիրվել է երիտասարդների կողմից։ Դա չի ներկայացրել դա ինչպես Ներսիկ Իսպիրանն ներկայացնում, շատ հարգանքով, շատ սիրով իհարկե Ներսիկ Իսպիրանի ներկայացրած արվեստի նկատմամբ, բայց այնուամենայնիվ եկեք հավատանք ու եկեք ընդունենք, որ դա չի մտնում 14-15 տարեկաններ երեխաների արյան մեջ եւ չի դառնում նրանց ապրելու կամ նրանց օրվա առօրյայի մի մասը։ Սիրուշոյի ներկայացրածը դարձավ եւ դառնում է։ Դրա ապացույցն է Արմատը, Պրոգոմեշը եւ այլն։ Այնպես որ ես ուրախ եմ այս հարցախույզի համար եւ շնորհակալություն եւ ուզում եմ այս նոտայով էլ ավարտենք այս ռաունդը եւ անցնենք հաջորդ ռաունդին։ Implantum Dental Clinic-ում ենք Միացյալ Նահանգների մասնաճյուղում Լոս Անջելեսի, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները եւ որ ամենակարևորն է տեխնիկական ամենալավ հնարավորություններով։ Դոկտոր Փափազյանը այսօր եւս մեկ անգամ իմ խնդրանքով ընդհատում է իր աշխատանքը։ Ողջույն բժիշկ, շնորհակալ եմ որ ժամանակ եք գտել։ Բարև ձեզ, ինչպես եք։ Շատ լավ։ Բժիշկ շատերը հիմա մտածում են ատամների ոչ միայն առողջության, այլ նաեւ դրա էսթետիկ կողմի եւ տեսքի մասին եւ անկախ մասնագիտությունից, եթե առաջ դա միայն Հոլիվուդում էր, ապա այսօր յուրաքանչյուր պարագայում դա կարեւոր է, որպեսզի մարդիկ էլ ավելի լավ ընդունեն քեզ այդ մասին։ Արդյոք այստեղ կան հնարավորություններ դա անել լավագույն կերպով։ Շատ լավ հարցեր մեր ջան, այսօր առով տեխնոլոգիան այնքան զարգացել, որ մենք կարողանում ենք AI-ի շնորհիվ ստանալ համապատասխան շփիտ տվյալ հիվանդի համար։ Այսինքն հիվանդը գալիս է, մենք մի քանի նկարներ ենք անում եւ ստանում ենք կարող եմ ասել 90-95% վերջնական արդյունքը։ So մինչև գործողությունը սկսելը մեր հիվանդները արդեն գիտեն ոնց են վերջանալու։ Եվ իրանք դա կամ հավանում են կամ ոչ, եթե հավանում են, մենք կարող ենք սկսել պրոցեդուրան, իսկ եթե ոչ, փոփոխություններ են արվում եւ դրանից հետո նոր սկսվում է։ Բժիշկ ինչ խորհուրդ կտաք դուք։ Մենք տեսնում ենք, որ ամենաանհավանական գույնի ատամնաշար եւ վինիրներ են մարդիկ ընտրում, նմանը, չգիտեմ, կերամիկայի լվացարանի եւ այլն։ Ինչ խորհուրդ կտաք։ Գնալ դեպի ավելի բնականը, թե այնուամենայնիվ այդ արհեստական տարբերակը առավել լավ է երևում։ Որն է ձեր անհատական խորհուրդը որպես մասնագետ։ Մեր ջան, իմ խորհուրդը հիվանդները չեն սիրում, ճիշտն ասած, որովհետև երբ որ ես մի գործողություն եմ անում, չեմ սիրում, որ կարողանան իդենտիֆիկացնել, որ ատամնաբուժը ինչ-որ բան աղալվել։ Այսինքն պետք է լինի մաքսիմալ բնական։ Իսկ դա սպիտակակ գույները, դրանք բնական գույներ չեն, Աստված մեզ գույները չի տվել։ Իմ կարծիքով, երբ որ բնականն է լինում, շատ ավելի գեղեցիկ է, բայց իմ հիվանդները երևի 90-95% ուզում են սպիտակ ատամներ եւ արհեստական։ Ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ թող անի այն ինչ ուզում է, ամենակարևորը որ այդ ատամները լինեն առողջ, իսկ առողջ ատամներ ունենալ դուք կարող եք հենց այցելելով այս կլինիկան։ Հասցեն եւ հեռախոսահամարը տեսնում եք ձեր էկրաններին։ Ես բնակվում եմ Granada Hills-ում արդեն 25 տարի եւ 25 տարի առաջ մեծ խնդիր էր այստեղ գտնել որակյալ մթերք։ Իսկ հայկական խանութների մասին պատմությունը լռում էր։ Այսօր մենք ունենք պարկասոն ընտրության լայն հնարավորություն եւ վերջերս Granada Hills-ում բացվել է Grand Reach մարքետը, որը դարձել է մեր ընտանիքի ամենասիրված մարքետը։ Այստեղ կա ոչ միայն հայկական, միջին արևելյան, այլ նաեւ ամերիկյան ու ամենատարբեր մթերք եւ որ ամենակարևորն է այստեղ միշտ թարմ է։ Իմ համար շատ կարևոր է խանութի հոտը։ Մթերային խանութը ինձ կարող է գերել իր հոտով եւ վանել իր հոտով։ Grand Reach-ը ունի հատուկ թարմության հոտ, որը անընդհատ բուրում է։ Եվ որ ամենակարևորն է, այստեղ թխվում է հաց, եւ այստեղ պատրաստվում են ճաշատեսակներ, որոնք սպառվում են վարքյանական, եւ որ ամենակարևորն է, ես շատ սիրում եմ Grand Reach-ի խմորեղենները։
Խմորեղենը առանձին պատմություն է եւ հիմա կխնդրեմ որպեսզի մոնտաժով ցուցադրվեն ձեզ նրանց հատնտիր խմորեղենը եւ դուք արդեն կհասկանաք որ այստեղ իհարկե լրիվ ուրիշ մակարդակ ու որակ է։ Խմորեղենի մասին էի խոսում, խնդրում եմ նայեք եւ համոզվեք, ավանդական Նապոլեոն լրիվ ուրիշ մատուցմամբ, էկլեր, բեզեներ, մեր իմացած մեղրով տորտը, միկադոն, հատնտիր էկլերներ, ոզնի, ամերիկյան velvet տորտ, carrot cake եւ ամենատարբեր եւ հա ամենակարևորը մոռացա ասեմ, ես գալիս եմ հատուկ Grand Ridge իրենց գաթան առնելու համար։ Գաթան լրիվ ուրիշ պատմություն է։ Լիքը խորիզով, քաղցր եւ իհարկե ավանդական, հայկական, ինչպես պատրաստում էին մեր տատիկները։ Արչևում Thanksgiving-ի տոներն են, իսկ մենք գտնվում ենք մեր գեղեցիկ գործընկերոջ Gravel խանութ սրահում։ Այն գտնվում է Brent պողոտայի վրա եւ լավագույն ու գեղեցիկ ծաղկե խանութներից է Glendale-ում։ Պետք է նշենք, որ Gravel-ը առանձնանում է իր յուրահատուկ ճաշակով, իր ծաղիկների թարմությամբ եւ մեկ կարևոր հանգամանքով եւս։ Միայն ու միայն Gravel-ում կարող եք գտնել ծաղկե փնջեր, որոնք կարող են մնալ ավելի քան 1 տարի, որը ծաղիկների ոլորտում համարվում է իսկական սենսացիա։ Իսկ այս պահին տեսնում եք գեղեցիկ դեկորացիաներ համապատասխան աշնանային գույներով, որոնք բնորոշ են Միացյալ Նահանգներում, հատկապես Thanksgiving-ի տոնին։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր բիզնեսը կամ ձեր տունը եւ ձեր շրջապատը այսքան գեղեցիկ լինի այս տոնի կապակցությամբ, ապա Gravel-ի աշխատակիցները հաստատ կգտնեն գեղեցիկ լուծումներ։ Այս մասում ծաղկե փնջերն են, որոնք արդեն պատրաստ են եւ դուք կարող եք ձեռք բերել, դրանք թարմ ծաղիկներից են եւ գեղեցիկ ու զուսպ դիզայնով։ Եվ իհարկե կուզեի ձեզ առանձնահատուկ պատմել նաև այստեղ ծաղկե փնջերի փաթեթավորման մասին, որոնք եւս յուրահատուկ են եւ առանձնանում են իրենց տեսակներով։ Այնպես որ այցելելով Gravel հաստատ կգտնեք ձեր սիրելի կամ ձեզ համար լավագույն տարբերակը։ Մենք այդպես ենք անում։ Ես գտնվում եմ Ari Depot ոսկերչական խանութում, որը մեծ հաջողությամբ գործում է Glendale քաղաքում։ Մենք առիթներ ենք ունեցել այցելել այստեղ եւ ես ամեն անգամ իմ հիացմունքը բարձրաձայն արտահայտում եմ, որովհետեւ սա սովորական խանութ չէ, սա կարծես պատկերասրահ լինի, թանգարան, որտեղ յուրաքանչյուր այցելուին ցուցաբերում են անհատական ջերմ վերաբերմունք։ Մենք ներկայացրել ենք նրանց հատնտիր ոսկերչական արվեստի գլուխգործոցները, նմուշները, սակայն այսօր ես ուզում եմ խոսել մի շատ կարևոր դետալի մասին։ Դա հարսանեկան մատանիներն են, որոնց տրվում է հատուկ ուշադրություն Միացյալ Նահանգներում, քանզի այստեղ մշակույթում կա հատուկ վերաբերմունքը հարսանեկան մատանի նկատմամբ։ Զույգերը, երիտասարդները ամիսներով փնտրում են, որոշում են ինչպիսին պետք է լինի այն, հատուկ միջոցներ են հատկացնում դրա համար եւ իհարկե վերջապես ընտրում են։ Այստեղ այս խանութում ձեզ կառաջարկեն ամենատարբեր ձևեր, ամենատարբեր քարերով, կախված ձեր բյուջեից բնականաբար, լաբորատորիայում աճացրած ադամանդից սկսած վերջացրած ամենաթանկ մի քանի կարատ մեծությամբ ադամանդով եւ այլն եւ այլն։ Այնպես որ եթե դուք փնտրում եք հարսանեկան մատանի եւ չեք կողմնորոշում ինչպիսին պետք է լինի դիզայնը, Ari Depot-ն այս դեպքում եւս լավագույն ընտրությունն է։ Ու քանի որ այսօր եկել ենք այստեղ, ես մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Ari Depot-ն հարստացել է նոր հավաքածուով, դա վերջերս շատ նորաձև, շատ տրենդային մարգարիտներով ամենատարբեր հավաքածուներն են, իհարկե կանանց համար այս դեպքում նախատեսված, ելի ամենատարբեր բյուջեների համար նախատեսված աճեցրած մարգարիտներից սկսած, ինչպես ասում են fresh water pearl-երից սկսած, վերջացրած հարավային ծովում աճեցրած կամ հանված մարգարիտներով եւ իհարկե թայիթյան հայտնի թանկարժեք մարգարիտներով շքեղ, գեղեցիկ, բազմա տեսակ եւ ճաշակով զարդեր, մատայիններ, կախազարդեր եւ այլն եւ այլն։ Դե ինչ, Ari Depot-ն գործում է Glendale-ում, զանգահարեք էկրանին երևացող հեռախոսահամարով, վերցեք ժամադրություն, եկեք այցելեք եւ ստացեք ձեր հուզող հարցերին ամենա սպառիչ պատասխանները։ Օծի լեզուն շարունակում է իր ընթացքը եւ մենք անցնում ենք այսպես շատ գեղեցիկ կերպով հաջորդ ռաունդին
Եվ ուզում ենք խոսել մի թեմայի մասին, Իլուր աշխարհի եւ կիսել ձեր հետ մեր մտորումները, որի մասին խոսում էինք 3 կամ 2 օր առաջ մեր հետ եւ քննարկում էինք ու հասկացանք, որ այդ թեման հետաքրքիր կլինի նաեւ քննարկել հաղորդման շրջանակներում։ Ես երեք եմ վերադարձել մեր գործընկերներից մեկի MS Travel and Tours-ի կազմակերպած 5 օրյա նավային շրջագայությունից եւ շատ գոհ շնորհակալ եմ ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք եւ այդ նավային շրջագայության օրերից մեկի ընթացքում ես ներկա գտնվեցի մի մշակութային իրադարձության նավի վրա հենց որի ժամանակ հնչում էին շատ գեղեցիկ կազմակերպված երեկո էր, որի ժամանակ հնչում էին 80-ականների, 90-ականների եւ 2000-ականների հիտերը։ Եվ նայելով այսպես пассив դիտողի կարգավիճակում, քանի որ չէի խմել, ուղղակի նստած նայում էի եւ հիանում էի, իսկ լայն մասաները ապարում էին եւ ցկցկում էին, մտածում էի թե ինչպես ստացվեց, որ այն ժամանակ ստեղծվում էին հիտեր, որոնց բառերը անգիր գիտեն այսօր 14, 15, 16 տարեկան թինեյջեր ամերիկացիները եւ երգում են այդ երգերը եւ պարում են, չնայած խոսում են 70-ական, 80-ական, 90-ականների հիտերի մասին եւ ինչպես է ստացվել, որ այսօր ներկայացված ստեղծագործությունները անգամ pop ամենատարբեր այդոլների կողմից ունենում են շատ կարճ կյանք, այսպես արագ թիթեռի նման գալիս են եւ հմայում են, գերում են, դառնում են մեր առօրյայի մի մասը եւ իսպառ վերանում են եւ մոռացվում են։ Ինչպես է դա ստացվել, այս դրա մասին եմ ուզում, որ մի քիչ խոսենք եւ Այո, իսկապես այսօրվա հիթերը ունեն թիթեռի կյանք, դրանք շատ կարճ ժամանակահատվածում են մնում ակտուալ եւ շատ արագ մոռացվում են։ Երևի թե իմ կարծիքով դրա համար կան մի քանի պատճառներ, միշտ մի պատճառ չի լինում։ Առաջինը դա ինֆորմացիայի արագությունն է, անգամ ինֆորմացիոն առիթի պարագայում, սկանդալի պարագայում յուրաքանչյուր բան 24 ժամ հետո մոռացվում է եւ մենք անընդհատ թարմացնում ենք մեր ունեցած ինֆորմացիան, մեր ուղեղը անընդհատ պահանջում է նորը կարծես աֆեկտի տակ, կարծես կախվածություն ունենալով ինֆորմացիայից եւ դա այդպես են մեզ դաստիարակել սոցկայքերը եւ լրատվամիջոցները անընդհատ տալով նոր չափաբաժին, անընդհատ կախված պահելով մեզ այդ չափաբաժնից, այդ ռիլների կարճությունը եւ այլն անգամ մեզ ստիպում է չկարողանալ երկար հարցազրույցներ կամ ֆիլմեր դիտել կամ արագացրած ռեժիմով են շատ հաճախ նաեւ նայում մարդիկ հարցազրույցները եւ այլն, դա խոսում է այն մասին, որ մենք որպես սպառող դարձել ենք ել ավելի քմահաճ եւ ել ավելի սպառողական կերպով վերաբերող արվեստին եւ պատճառն էլ հենց դա է, որ մենք անընդհատ նորն ենք ուզում, բացի դա, երբ դու մի երգի տակ արդեն միլիոնավոր ռիլեր ես տեսնում, TikTok-եր ես տեսնում եւ այլն, այդ ամենը արդեն քեզ սկսում է նյարդայնացնել եւ դու առաջ ես անցնում։ Եվ որ ամենակարևորն է ինձ համար, դա որակական ցենզի համաշխարհային այդ ցածրացումն է, անկումն է։ Մի պարզ օրինակ վերջին տասնամյակների ամենահայտնի հայկական հիթերից մեկը որն է։ Քամի փչին, ինձ համար Սիլվա Հակոբյանի Գիշերը ստեղծագործությունը Մանե Հակոբյանի հեղինակած այս տարի դառնալու է 20 տարեկան այդ երգը։ Նախ մի հատ պատկերացրեք, թե որքան մեծ եք դուք, երբ հասկանում եք, որ ձեր սիրած հիթը 20 տարեկան է, երկրորդը հասկանում եք, որ Սիլվա Հակոբյանի կատարած հիթի նման հիթ վերջին մի քանի տարում հաստատ չի եղել, հա։ Համաձայն եմ։ Ու դա ոչ միայն խոսում է երգչուհու սիրված լինելու, այսպես ժողովրդի ծոցից դուրս եկած եւ լավ երգչուհի լինելու մասին եւ նրա քրոջ լավ կոմպոզիտոր, լավ երգահան լինելու մասին, այլ խոսում է նաեւ այն մասին, որ այլևս համաշխարհային պահանջները այլ էին։ Նախ ուզում եմ շնորհավորել Սիլվային ու ասել, որ ինքն իմ ամենասիրելի երգչուհիներից մեկն է եւ իր այն ջերբաճիկներ եմ ուղարկում ու շնորհավորում երգի 21-ի կապակցությամբ ու հույս հայտնում, որ հուսանք կրկին կլինեն բոլորի կողմից նման ստեղծագործություններ եւ նման երգեր։ Ինձ համար այն օրը մի հատ պարզ օրինակ եմ պարզել։ Պատահաբար ես Սարոթ Թովմասյանի արվեստի երկրպագուն չեմ, թեև շատ բարձր եմ գնահատում իր երաժշտական տաղանդը եւ հնարավորությունները ու կարծում, որ երևի թե իր սերնդի ամենալավ ձայնն է ինքը համարվում հենց տղամարդկանց մեջ,
եւ դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաեւ Գրիգորիչի եւ բոլոր հեղինակությունների այդ ոլորտում, անկախ իր երկացից, այն օրը շատ պատահաբար իմ համար բացահայտել եմ իր վերջին երգը ու ցնցված եմ այդ երգի գեղեցկությամբ։ Երաժշտությունը հեղինակել է ինքը ու Կարեն Սևակը, խոսքերը Ավետ Բարսեղյանինն է։ Երբ այդ երգը սկսվեց, ինձ թվաց Վիթնի Հյուսթոնի ինչ-որ մի հատ երգ է, որը ես չեմ լսել։ Հիմա դնեմ լսի։ Ու հիմա դու ինչ ես կարծում այդ երգը գիշերը երգի նման կամ կամիչի նման 20 տարի հետո ակտուալ լինել է։ Ուրիշ բան եմ ասում, նայ, հիմա լսի ես երգը։ Հա, Հյուսթոնի երգերից մեկի մուտքն է հիշեցնում։ Ու պետք է անգլերեն էլի հնչեր ու հայերեն հնչ։ Ֆանտաստիկ գեղեցիկ երգ է, իմ կարծիքով Սարոյի ամենասիրուն երգը։ Հիմա մենք այնքան ենք մեր ճաշակով եւ մասսայականության այդ պահանջով ընկել ներքև, որ մի քանի ամսում այս երգը ունի 2 ամսում ընդամենը 500,000 դիտում։ Եվ երգը հիթ չի դարձել։ Եվ չի էլ դառնա այս երգը հիթ, բայց այս երգը այնքան լավն է, որ առաջվա չափանիշներով սա կլիներ ուղակի մեգա հիթ։ Եթե այս երգը լիներ 2000-ականներին, այս երգը կլիներ, այսինքն սա պարզօրինակ է դեգրադացիա։ Միևնույն ժամանակ Սուպեր Սաքոյի եւ Սարո Թովմասյանի զուգերգը իր YouTube-յան ալիքում ունի 27 միլիոն դիտում։ Որը հա, այլպես լավ երգ է, տենց, բայց հաստատ այս երգի կողքին չես էլ կարող դնել այդ երգը, չես համեմատի այդ երգը։ Բայց այս երգը 2 ամսում 500,000 դիտում ունի, որը հա, շատերի համար վատ ցուցանիշ չի, բայց այս երգը պիտի դառնար մեծ հիթ, որտեղ թույն երգ է։ Դե ճաշակի դեգրադացիա է գնում։ Նախ չեն տալիս, այն ինչ որ տվել են տարիներ առաջ, եւ այո, ցավոք սրտի նույն Սիլվա Հակոբյանը էլի ինքը իրեն չի կարողացել գերազանցի, որովհետեւ այդ գիշերը ստեղծագործությունը մնում է իր մեգա հիթը եւ ինքը իրեն չգերազանցեց այդպես։ Բայց այդպես լինում է համաշխարհային արտիստների պարագայում եւ բայց ստեղծագործող ընտանիքից լինելով եւ տանը շատ հիթեր է լավ Սիլվան ունեցել։ Չէ, բայց այդ անգերազանցելի է մնում այդ ստեղծագործությունը։ Բոլորն էլ մի հատ անգերազանցելի հիթ։ Չէ, երկիշներ կան, որ ունեն 3, 4, 5, չէ, առանձին վերցրած եւ ինքը կարող էր ունենալ։ Դա առանձին պատճառները ունի, որոնց մասին ես հիմա չեմ ուզում խոսել եւ առանձին մեր ստեղծագործողներ երբ չեն պահում իրենց կարգավիճակը եւ չեն մնում ջրի երեսին եւ չեն կարողանում պահել իրենց դիրքը, հաճախ սկսում են մեղադրել բոլորին, բայց չեն մեղադրում իրենց։ Թե ինչի արդյունքում եղավ այնպես, երբ իրենք A-class արտիստ էին, հիմա այլևս A-class արտիստ չեն։ Որովհետեւ ինքնակնդատաբար երբեք չեն մոտենում իրենք իրենց։ Գալով այն հիտերի պատմությանը, ես օրինակ մի օր շուտ երազում, այդպես չստացվեց անցած տարի, որ գնամ, ցավում եմ շատ, հուսով եմ, որ մի օր շուտ Սվերում, Լաս Վեգասի, էլի կբեմադրեն եւ էլի կվերաբեմադրեն Backstreet Boys-ի այդ ելույթը միավորվելուց հետո, որ միավորել էին նրանց հատուկ այդ Սվերում ելույթի համար, եւ կգնամ կնայեմ եւ կարծում եմ, որ այլևս չի լինելու boys band կամ girls band, ինչպես ասենք Spice Girls-ներ, որոնք կունենան այդ մասսայականություն եւ կներկայացնեն նման հիտեր։ Ինչու, որովհետև ուրիշ ժամանակներ էին եւ այո ներկայացվում էր որակյալ երաժշտություն։ Ես համարում եմ, որ այն ժամանակ էլ էր գեղեցիկ հնչում նույն առանժիրովկայով, նույն գործիքավորմամբ կամի փչին, այսօր էլ նույն ակտուալությամբ ես ռադիոյով լսում եմ եւ որևէ կերպ, որովհետև ինչ որ մի հին ստեղծագործություն երբ որ վերցնում են, փորձում են ներկայացնել, երգիչները միշտ միտում ունեն նոր գործիքավորումով ներկայացնել, դեսնո հինա հնչողությունը, փոխենք, թարմացնենք ներկայացնելու որ այդ 5 գործիքավորումով իմ համար ինքը էլի մեկը մնում է ակտուալ, ինչպես ասենք համաշխարհային ամենատարբեր հիտեր եւ ստեղծագործություններ։ Եվ այո, իմ համար շատ զավեշտալի էր ու հետաքրքիր, երբ ես նայում էի, թե ինչպես 13, 14, 15 տարեկան թինեյջեր ամերիկացիները անգիր երգում էին Whitney Houston-ի, Madonna-ի, Jackson-ի, George Michael-ի եւ այլ երգիչ-երգչուհիների ստեղծագործություններ, որոնց այդ հիտերի ժամանակ իրենք սկի պրոտոպլազմա էլ չեն եղել, այսինքն նախագծերում էլ չեն եղել սկի, բայց հանգիր երգում էին։ Իսկ այսօրվա հիտերը ցավոք սրտի ունենում են այսպես թիթերի կյանք ու անցնում գնում են։
Ինձ թվում է, որ դրանում եւ ժամանակներն ունեն իրենց մեղքը եւ նաեւ մեր ունեցած պահանջները ժամանակների։ Ես կարծում եմ մի փոքր գլոբալ, այսպես երբ որ նայում ենք, ես կարծում եմ, այստեղ երևի կտեսնեն շատերը դավադրության տեսություն իմ ասածների մտքերի մեջ, սա գալիս է համաշխարհային այն քաղաքականությամբ ուժեղների երևի մի քանի խելացի մարդկանց, ովքեր կառավարում են կամ փորձում են կառավարել այս երկիր մոլորակը եւ տանում են այն դեպի գլոբալիզացիա, սա գալիս է նաեւ այդ տենդենսից, երբ բոլոր ժողովուրդներին, բոլոր երկրների փորձում են սարքել մանկուրտներ եւ առանց հիշողության մարդիկ եւ արագ պոպկորնի նման այսպես սպառողներ, որ այսօրվա ապրանքը սպառեցին, անցան վաղվան եւ այսպես չունենալ հիշողություն, չունենալ արժեքներ եւ այլն։ Դա բոլոր երկրներում է նկատվում, դրա արդյունքում է երևի, որ այսօր ռեալ ժամանակում տեսնում ենք ցեղասպանությունները աֆրիկյան ամենատարբեր պետություններում, Գազայում եւ տեսնում ենք հանրության եւ մարդկության առաջադեմ մարդկության անտարբերությունը։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես է գաղթի ճանապարհը բռնում 120,000 հոգի Արցախից, բայց զուգահեռ իրականությունում Երևանում այդ օրերին ես Երևանում էի, բոլոր ռեստորանները մարդաշատ էին։ Մենք տեսնում ենք նաեւ մի հանգամանք, երբ մենք կորցնում ենք նաև մեր մշակույթը այն պարզ պատճառով, որովհետև մենք տեր չենք լինում մեր մշակույթին։ Բոլորս գիտենք, որ մեր գեղասահքի այս պատանիների ելույթի ընթացքում պիտի հնչեր Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործությունը եւ հնչեց ի հեճուկս ադրբեջանցիներին, ովքեր անդադ փորձում էին խափանել, նշելով, որ դա այնուամենայնիվ հարված է եւ այլն, եւ Հայաստանը որևէ պաշտոնական պատասխանի դեպք չուներ դրան։ Սակայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակելիս այդ ելույթը գեղասահքի մեր ներկայացուցիչների հնչեցնում է ամեն բան, տալիս է ամեն անուն, բացի Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության անվանումը տալուց։ Արցախ բառը չի հնչում։ Օլիմպիական կոմիտեն նախ սկսենք այդտեղից, որ օլիմպիադաներն էլ առաջվանը չեն, որովհետև երբ որ օլիմպիադա լինում էր, դա լինում էր միավորող համաշխարհային ինչ-որ իրադարձություն, սպորտը, արվեստը, քաղաքականությունը, այսպես մարդիկ ուղղակի ապրում էին այդ քանի օրը ամառային կամ ձմեռային օլիմպիական խաղերով։ Այժմ օլիմպիական խաղերն էլ ցավոք սրտի էլ առաջվանը չի։ Էլի եմ կրկնում, դա երևի գալիս է ինչ-որ գլոբալիզացիայի կամ ինչ-որ մարդկանց հիշողությունները, հետաքրքրությունները ջնջելու ինչ-որ քաղաքականությունից, որովհետեւ մարդկանց սարքեն անտարբեր։ Մենք այսօր բոլորս անտարբեր ենք։ Բոլորս Անգլիայում անտարբեր են, չնայած տեսնում են, թե ինչպես թագավոր Չարլզի եղբայրը հարազատ ինչպես է մեղադրվում Էփստայնի հետ այդ հարաբերություններում եւ կոռուպցիոն ինչ-որ բաներում եւ դատարանը որոշել է, որ նրան պետք է ազատազրկի եւ Անգլիայի նման ապստամբ եւ այսպես թասիբով ժողովուրդն ու պետությունը այսօր անտարբեր նայում է, թե ինչ տեղի կունենա։ Նույնը Շվեդիայում, երբ թագուհու տղան մեղադրվեց ամենատարբեր հանցագործությունների մեջ, նայում են, թե ինչա տեղի ունենում։ Նույնը Հայաստանում նայում ենք, որտեղ մարդկանց սարքել են անտարբեր։ Դու քո ամենավատ երազում չէիր տեսնի, որ Հայաստանում կարող է քանդեին, այսպես ավիրեին, բարբարոսաբար վերանորոգման անվանտա Գեղեռնի հուշահամալիրը եւ մարդիկ այդքան անտարբեր նայեին ու ամեն օր նորությունների, այսպես սկրոլ անելով հետևեին գլխագրերին, թե տեսնեին, թե վերջը ինչ եղավ, սարքում են, թե քանդում են, իսպար վերացնում են եւ որևէ հանրային ինչ-որ բան տեղի չունենավ։ Էլ եմ ասում, մարդիկ դարձել անտարբեր եւ երբ որ առանձին վերցրած ինչ-որ ապստամբություններ է տեղի ունենում, ես դրան նայում եմ, ես ուղղակի ուրախանում եմ, որովհետեւ երբ որ մարդիկ հավաքվում են եւ իրենց ձայնը բարձրացնում են այսի կամայականությունների դեմ, ես դրանից ինձ լավ եմ զգում, փաստորեն կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն։ Ու ես ավելի շատ եմ ուրախանում, երբ որ այս երկրի քաղաքացիներն են դա անում, այսինքն դրանով իրենք ցույց են տալիս, որ իրենք այո, ծնված քաղաքացիներ են Միացյալ Նահանգների, բայց նրանք համաձայն չեն այսի կամայականությունների հետ։ Կամ ասենք, եթե Ֆրանսիայում դուրս են գալիս մարդիկ պայքարելու, ֆրանսիացիներն անդադ ասում են, որ նրանք անդադ բողոքում են եւ նրանք անդադ ատում են իրենց բոլոր թագավորներին եւ նրանց համար լավ թագավորը գլխատված ու գիլյոտին եղած թագավորն է կամ նրանք միշտ չեն սիրում իրենց նախագահներին, բայց ես ինձ լավ եմ զգում, երբ որ առանձին ապստամբություններ, ում է պետք այն պետությունը կամ այն ժողովուրդը, որը կապրի ու կանցկացնի իր կյանքը թմբիրի եւ այսպես անդորի մեջ,
ու կդառնա մանկուրտ մի հասարակություն։ Ես օրինակ ամաչում եմ, երբ որ տեսնում եմ կադրեր, ինչպես են Ամասիայում կամ Գյումրիում շրջում ադրբեջանցիները եւ նկարում ռիլեր եւ ստորիներ, ինչպես են անվախ կերպով վիդեոներ անում հանրապետության հրապարակում եւ գրում Երևան, որը ապագայում շուտով կլինի Երևան, նորից կդառնա Երևան։ Եվ դա անում են երկրում, երկրից չբացակայելով, երկրի ներսում գտնվելով, այսինքն ուր են նայում մեր պատկան մարմինները, երբ նման օրինակ ես Միացյալ Նահանգների քաղաքացու անձնագիր ունեմ եւ Միացյալ Նահանգների քաղաքացի եմ, դու նույնպես, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք։ Միացյալ Նահանգների անձնագրով արի գնանք Բաքու։ Արի գնանք Բաքու եւ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի փորձենք շրջել Բաքվում։ Նախ օդանավակայանից պես մի անգամից կձերբակալեն եւ դրանով գեղեցիկը կվերջանա։ Անկախ նրանից թե որ անձնագիր ենք մենք ներկայացնում ենք, ունենք հայկական անուն ազգանուններ եւ յան վերջավորությամբ ազգանուններ։ Դա արդեն բավական է որ նրանք մեզ ուղղակի ձերբակալեն, չէ՞։ Բայց ինչպես են այդ ադրբեջանցիները հայտնվում Երևանում։ Ես չգիտեմ, խաղաղության ժամանակաշրջանը հայտարարել, բայց դա աշխատում է միակողմանի։ Իրանց կարելի է, ինչ որ իրանց կարելի է, մեզ չի կարելի եւ դա եւս հերթական անգամ գալիս է ապացուցելու այն հայտնի թեզը, որ հաղթողներին չեն դատում եւ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Եթե ուզում ես լինել հարգված, ուրեմն պետք է լինես ուժեղ, պետք է լինես ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն եւ այդ ժամանակ քո հետ հաշվի կնստեն։ Հակառակ դեպքում նրանք անում են ինչ որ անում են, դա ունի ձևակերպում խաղաղության ժամանակաշրջանը խաղաղ։ Ես կարծում եմ, բայց այնուամենայնիվ ուժը միայն բռունցքների մեջ չէ, ուժը կարող է նաեւ դիվանագիտության մեջ լինել եւ հուսանք, որ այս ինչ որ տեղի ունենում դիվանագիտական առումով դեպի այդ խաղաղության օրակարգ գնացող գոնե կունենա adekvat ընթացք։ Դե դիվանագիտության բնագավառում Թուրքիայից լավ դիվանագետներ չկան, դա բոլոր ժամանակների հայտնի փաստ է եւ ինչ որ կարողացել են անել թուրքերը բոլոր ժամանակներում եւ խափելով խորհրդային իշխանություններին, սկսած Լենինից Աթաթուրքը ինչպես է կառուցել, ինչպես է ստեղծել այդ երկիրը եւ նաեւ հիմա էլ Էրդողանը ինչպես է կարողանում խաղալ լիքը պարանների վրա, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի հետ փոխգործակցություններ, Ուկրաինայի հետ ինչ որ խաղեր, Ադրբեջանի հետ սիրային խաղեր, ակնհայտ հակահայկական դրսևորումներ Էլի եմ կրկնում մանկուրտների ժամանակներով ենք մենք ապրում, մարդկանց փորձում են այդպես սրսկիչով հանել ուղեղից հիշողությունը։ Բոլորը մոռացել են ինչպես Ստեփանակերտում, Շուշիում Էրդողանի կինը առանց ամաչելու առաջարկեց, որ պահեք գերիներին եւ դրանք սարքեք խաղակարտեր։ Ինչ որ իրենք արեցին փաստորեն եւ այդպես էլ եղավ, պահեցին եւ սարքեցին խաղակարտեր։ Մանր կամած տալիս են։ Խաղաղության պայմանագիր, ստանում են խաղաղության մրցանակ, նույն օրը Բաքվում ՍՄԱ ազատազրկման են դատապարտում եւ դատարանի որոշումը իր աշխարհի հրապարակում է Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը 20 տարի էլ տվեցին Ռուբեն Վարդանյանին։ Ուզում ասեմ հակասություններ է, չէ՞, սա ամեն ինչը հակասություն է։ Էլի եմ կրկնում, սա նենց չի որ գովքա նախկիններին կամ փնովում ենք ներկաներին։ Ուզում հասկանամ ոնց տեղի ունեցավ եւ ինչպես տեղի ունեցավ, որ մարդիկ, հասարակությունը, հանրությունը մեզ անդադ թասիբով ներկայացնող, մենք ինքներս մեզ երևակայող հանրությունը դարձավ այսքան հանդուրժող եւ այսքան սուտ եւ միֆ էր, որ մենք այդպես ընտրված եւ թասիբով ազգ ենք։ Մենք այնպեսին ենք, ինչպեսին որ կան ազգում շատ թասիբով մարդիկ, կան ազգում անտարբեր մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ ազգում։ Մենք ընդհանրապես սովորական նորմալ ազգ ենք, ինչպես եւ մյուս ազգերը, բայց մեզ անընդհատ ներարկում էին, որ մենք ընտրված հատուկ թասիբով ազգ, չէ, մենք նենց ենք ոնց որ մնացածը։ Մենք չունենք որևէ հատուկ եւ առանձնահատուկ բան։ Բայց երբ որ կար что такое хорошо и что такое плохо, ինչ-դա լավ է, ինչ-դա վատ է, այդ բաժանարար գծերը, եւ կար հասարակական պարսավանքի ինստիտուտը, մի փոքր ուրիշ կերպ էր աշխատում այդ ամեն ինչը հասարակության լայն շերտերի շրջանակներում, այսինքն եթե կար բոլորը գիտեին, չէ՞ որ անբարոյականությունը դա ամոթ է եւ բոլորը գիտեին, որ իրենց շենքում կամ իրենց թաղամասում կա մարմնավաճառ, անունով էլ գիտեին։ Հա, հիմա էլ գիտեն որ կա, բայց հիմա արմունի հանդուրժողը հասկանում է մարմնավաճառին չեն կարող քարով ծեծել, որովհետեւ ամբողջ աշխարհում այլևս ավելի adekvat են մարդիկ դայում ցանկացած բան, եթե ունեւ Հայաստանում։ Անտարբեր։ Առաջ շենքում ինչ որ մուտքի մոտ
բազմաբնակարան շենքում ինչ որ մուտքի առաջ երբ որ դրվում էր կներեք արտադրությունից դագաղ կամ դագաղի այդ փակիչը դա նշանակում էր որ ամբողջ շենքը ուրիշ կերպով պետք է ապրի այդ 2-3 օրը Հիմա այլևս ժամանակներ փոխվել են որևէ շենքի առաջ չի դրվում որևէ շենքի առաջ փոխգործակցությունը որևէ շենքի առաջ այլևս դագաղ չի դրվում որովհետև այլևս որևէ մեկը իր շենքում իր բնակարանում չի թաղում որևէ մեկին դա տեղի ունենում հատուկ վայրերում դա էլ քաղաքակրթության դեպի ցիվիլիզացիա գնալու մի մաս է եւ ցիվիլիզացիա գնալու մի մաս է երբ որ հարևանին մորթում են հարևանը ոստիկանություն չի զանգում ուզես թե չուզես գլոբալիզացիան նաև անտարբերության մասին է իսկ մենք աշխարհի մի մասն ենք եւ պարզապես գլոբալիզացվում ենք այդքան բան չենք մնալու այդ տարածատրեխային մշակույթի մեջ եւ հետ գնալով նաև այն թեմային որից սկսեցինք մենք այս ռաունդը մշակութային արժեքների կամ հիտերի այսպես երկար կամ երկարակյաց լինելու եւ մի օրվա կյանք ունենալու մասին համեմատակային ժամանակներն են թելադրում կարծում եմ եւ այդպիսի ժամանակներում ենք ապրում որ ամեն ինչը ունի մեկ օրվա կյանք մարդիկ հետաքրքրում են մարդիկ խոսում են մարդիկ նայում են մարդիկ մինչեւ հաջորդ օրը կգա մյուս արունալի լուրը Այդպես էլ դիտեք օծի լեզվի թողարկումները մինչև կգտնեք հաջորդ հետաքրքիր բանը YouTube-ում մենք շնորհակալ ենք որ դուք մշտապես մնում եք մեր ալիքի հետ բաժանորդագրվում եթե բաժանորդագրված չեք եւ մեկնաբանում եւ ասում նաեւ ձեր կարծիքը այս ամենի մասին Այո, շնորհակալ ենք բոլորիդ եւ իհարկե շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, որոնք շարունակում են սատարել եւ շարունակում են համագործակցել մեր ծրագրերի հետ, տետատետի եւ օծի լեզվի հետ, որովհետեւ մեր համար դա նույնպես շատ կարեւոր է, կարեւոր է վստահության կապիտալը։ Մենք ունենք այդ կապիտալը, հանձինս նաեւ մեր գործընկերների հետ համագործակցության։ Շնորհակալություն բոլորիդ։ Վստահության հույս լույսի լուսամուտ Օծի լեզու լավ եղեք առայժմ Aroma International Marketplace հիշեք այս անվանումը, որովհետև Լոս Անջելեսի լավագույն հայկական սուպերմարկետներից մեկը հենց այս սուպերմարկետն է։ Մի քանի հասցեներում նրանք առաջարկում են հայկական եւ ոչ միայն հայկական ուտեստներ։ Կան ապրանքներ, որոնք նախատեսված են հենց արտադրությամբ Aroma-ի համար։ Բացի այդ Aroma-ն առաջարկում են նաև bakery եւ food court, որի արտադրանքը եւս լավագույնն է։ Food court-ում դուք կարող եք հենց տեղում ճաշակել fast food-ի տեսակներ, ինչպես նաև դա կարող է նաև առաքվել։ Մի խոսքով, այցելելով հենց այս սուպերմարկետ, դուք կհամոզվեք, որ այստեղ ամենաթարմ մսի եւ բանջարեղենի մրգի տեսականին է, ինչպես նաև հացաբուլկեղենը։ Եվ առասարակային ապրանքները, որոնք սովորաբար դուք փնտրում եք հայկական խանութներում, կգտնեք Aroma International Marketplace-ում։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։